գործընկեր, շատ հարգված հանրային եւ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի, բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղազարյան, մեր հարցազրույցները սովորաբար միշտ համեմվում է ձեր հումորներով, իհարկե այդ լրջության եւ այդ ողբերգության մեջ թերևս անհնար է առանց հումորի, սակայն առաջին հարցս հետեւյալն է, թե ինչ ունեցանք այս տարի։ Մի հատ այսպես անփոփիչ տանք, բայց վստահ եմ, որ էլի այդ ամեն ինչը համեմելու եք հումորներով, որը մեզ ավելի հեշտացնելու է մեր զրույցը իրականացնելը։ Ինչպիսին էր 25 թվականը, պարոն Ղազարյան։ Ընդհանուր առմամբ դա ճգնաժամի տարի էր քաղաքական առումով եւ նոր մարտահրավերների տարի։ Նախ ցավոք սրտի 25 թվականի ընթացքում նույնպես ազգային ժողովը չդրեց իր ֆունկցիոնալ պարտականությունների ուրեմն վիճակում եւ այդպես էլ չիրականացրեցին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության ղեկին եւ իրագործեց այն չարագործությունները, որը մինչեւ այդ էլ անում էր եւ որ պատրաստում անի նաեւ հետագայում։ Եվ ընդհանրապես այդ իմաստով ներքաղաքական կյանքի որևէ էական փոփոխություն մենք չունեցանք, չնայած որ նույնիսկ նախաձեռնություն եղավ, ինչ որ մի բան նույնիսկ ակտիվացավ այդ իմպիչմենտի թեման, դա ձեռք բերեց հանրային մեծ հնչեղություն, տարբեր ժամանակներում падգամավորները տարբեր փուլերում ի վերջո իբր միացան այդ նախաձեռնություն, չեմ ասում իբր, որովհետև իրանք ֆորմալ իմաստով միացել են, ստորագրությունը դրել են, բայց իրենց գործողություններին վարքին, որ նայում ես այդ, ինձ չէ որ իրանք այն մարդիկ են, ովքեր որ նախաձեռնել են վարչապետին անվստահություն հայտնելու գործում։ Դրա մասին ոչ խոսում են, ոչ պայքարում են, ոչ ջանքեր են։ Նախաձեռնության հեղինակը ինչի՞ է միանում, որ իր նախաձեռնությունը կյանքի կոչի, չէ։ Իրանք ոնց որ ասում են, լավ, մեզ ասում եք անվստահություն սկսել, այս ստորագրել գնացեք ինչ ուզում եք, որ պիտի գնանք, ինչ պիտի անենք։ Դա իմաստով այդ իմաստով խնդրեմա, չէ, դա հենց դա լուրջ չէ, դա անլուրջն է։ Տեսեք, ես դա համեմատում եմ Նիկոլ Փաշինյանի հետևողականությանը, չէ, ասենք ինքը օրինակ դուրս եկել մեր եկեղեցու դեմ պայքարի։ Պատկերացրեք ինքը այդ պայքարին, ինքը ասենք նպատակ կա դրել, որ կաթողիկոսին պիտի հեռացնի, չէ, ոնց որ մենք նպատակ ենք դրել իրան հեռացնելու։ Հիմա ինքը պատկերացրեք մտածեր ասեր դա անհնար է։ Դա նախից դրա իրավունքը չունեմ, ես պաշտոնյա եմ, նա եկեղեցու առաջնորդ մեր երկրում օրենքները արգելած է, եկեղեցու գործունեության միջամտությունը հանցագործություն է, օրենքով արգելված է, ես դրա իրավունքը չունեմ։ Միկրոնական կազմակերպություններն են, միկրոնական կազմակերպություններն են, մյուսներն են, մյուսները որ վտանգ տեսան, որ ես իրան բավո շախուրաննի, բա պատկերացնես նույն բանը Եհովայի վկաները հլներ ասեն, ասես բանը, չէ, դա չի լինի, բացի այդ եկեղեցում բարձրագույն բոլոր եպիսկոպոսներին ձեռնադրել է կաթողիկոսը, ես ո՞ս կարամ եպիսկոպոսներին հանեմ կաթողիկոսի դեմ, նրանք իրար հետ գիտես ինչ կապերով են կապված, իրար հետ ինչ հարաբերություններ ունեն 1700 տարուց ավելվա եկեղեցի է իրանց ավանդույթներով, բանով, նաև հոգևոր բաներով, պարտավորություններով, բանով, անհնար բան է։ Պիտի ասեր քաշվեր մի կողմ, չէ՞, ոնց որ հիմա այդ մենք ընդդիմադիր падգամավորին ասենք վարչապետին, անհնար բան է, ԿՊ-ն գիտես իրանք իրար հետ ոնց են կծել բաներն, չի ասում։ Բայց ինչա թե սա հետևողականությունն է ցուցաբերել, ու աղանդավոր է որ կյանքում պատարակի գնացած չկա ամեն կիրակի այդ մանդ հանրահավաքներ անում ես անում չէ մի հատ սյոպի կնդից է գտնում մի հատ չգիտեմ բենտենդից է գտնում մի հատ ընդ բերում է կապում է իրար գլխի բան անում զբաղվում է աշխատում նպատակ կա դրա չէ չնայած անօրինական է նույնիսկ անում բան բայց անում է չէ մարդկայինն էլ է խառն է բարոյականն էլ է խառն ոչ մի բանի ուշադրություն չի դարձնում չէ անում է որտեղ այդ նպատակը դրել է բայց հիմա նույնը ստեղ պիտի հակառակը սրան իշխանությունից հեռացնել եւ օրինական է եւ բարոյական է եւ տրամաբանական է բանը չեն անում բացատրություն չունեն դրա համար այդ իմաստով ես ասում եմ այն մարդիկ ովքեր հիմա պատգամավոր են հաջորդ պարլամենտում նրանցից ոչ մեկ պիտի դե չլինի ուզում է ԿՊ-լնի, ուզում է Հայաստան խմբակցությունից, ուզում է պատիվունեմից լինի, որովհետև իրենք այս տարիների ընթացքում ցույց են տվել, որ իրանք ֆունկցիոնալ падգամավորներ չեն։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ մարդիկ չեն լինի այս նոր ցուցակներում ներառված անդիմության ցուցակների մասին է խոսքը նախընտրական կազմելու մոմինչը։ Ես որպես ընտրող չեմ պատրաստում ընտրեմ այն մարդկանց, ովքեր իրենց ֆունկցիոնալ պարտականությունները չեն կատարել, ոչ ԿՊ-ն է կատարել, իր տված խոստումներն է կատարել, դրանք ընդհանրապես թշնամություն են արել։ Ես ասում եմ 21 թվին մեր ժողովուրդը ընտրել է ողբերգություն եւ փորձանք։ Ողբերգությունը ԿՊ-ն է, փորձանքն էլ ընդդիմությունն է, փորձանք դառա մեր գա։ Հիմա իմպիչմենտը Էսի քաղաքական, ել չեմ ասում, իսկ 25 թվականի ամենամեծ բանը դա ներքին կյանքի իմաստով այդ եկեղեցու դեմ այդ ապօրինի այդ անօրինական գործողությունները, որոնք աներևակայել ասենք այսօր մենք տարին սկսել ենք
այլ իրավիճակում եւ տարին փակում ենք անազատության մեջ 4 սրբազան հայրերով, անազատության մեջ եկեղեցու ամենամեծ բարերարով եւ եկեղեցու դեմ նվաստացնող նման հսկայական արշավով, գործողություններով, խուլիգանական պահվածներով, ով է տես ասենք ես դեկտեմբերին 18-ին եղել եմ Մայր տաճարում ժամերգ, ով է տես ժամերգության պահին եկեղեցու բակում աղմուկ դուր ջարդեն, դուր ծեծեն։ Դա խուլիգանախմբակ է, դա հերոսակախումբ է։ Հետո պարզվեց են մի հատ դրանք են դուրգայրան չգիտեմ, հա, անդուր են, բայց ազգանները դուրգայրան է։ Դրանցից մեկը 4-ը ոտով էլ է կաթողիկոս, աղբորն էլ հարցնում են, մտում արվեստագետ, բան արվեստի գործիչ, ասում է բանը օթափողվում է։ Ես ինձ հետաքրքիր ասեք, իրանք որ իրանց ընտանեկան գերեզմանոց գնում են, բարձանում են շիրիմների վրա օթափողվեն։ Երևի իրանք այդպես են անում։ Երևի էլի, բա ասենք, եթե դա ընդեղ է օթափողվելու, կաթողիկոսի գերեզմանի վրա չեն օթափողվում։ Այո, ես վստահ եմ, որ իրենց գերեզմանների վրա կանգնում ու օթափողվում են։ Այլ ընտրանք չկա, որտեվ այդ մարդիկ այդ մշակույթի, այդ կուլտուրայի եւ այդ դաստիարակության Իսկ արտաքին քաղաքականության առումով մենք տարին փակում ենք Մեղրու կորստով, որովհետեւ օգոստոսի 7-ին Նիկոլ Փաշինյանը միայնյա որոշում կայացրեց Մեղրին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ եւ հիմա արդեն 26 թվականին պատրաստում են դա սկսեն դրա իրագործման փուլը, որովհետեւ այն ինչ որ Վաշինգտոնում ստորագրվել է, դա Մեղրին Ադրբեջանին հանձնելու մասին որոշում է։ Այսինքն 23 թվին Արցախը հանձնեց ամբողջությամբ ցեղասպանությունով, բռնի տեղահանությունով, 24 թվին Տաուշը հարակից 4 գյուղեր հարակից տարածքներով, 25 թվին Մեղրին։ Ու 25 թվին է ԿՊ-ի համարագումարն արել, ասում են, այս հանրապետություն համարակալել են մեր հանրապետությունը, ասում են, որ էսի երրորդն է, չնայած ոչ թե գիտես։ 4-րդն է ասում է։ 4-ը ստեղծեն։ Այս երրորդը պիտի լուծարեն, որ 4-րդ ստեղծեն։ Դե հիմա ասում ես ամեն ինչ էս բոլոր աղետները, որ ձեր գլխին բերել եմ, Արցախը չկա, Հայաստանի սահմաններն է երերուն, Մեղրին արձանագրեցիք, իհարկե իրենք դա ասում են, դա թրիփն է, դա Թրամփի ուղին է, դա բիզնես պրոյեկտ է, հարստանալու ենք, փողերը գալու են լցվեն Հայաստան եւ այլն, եւ տարեվերջիներ տեսանք 2 օր առաջ այս ամեն ինչի դիմաց ինչ ստացանք, ադրբեջանական բենզին 90 դրամով էժան։ Իհարկե այսօր առավոտ ձեր մոտ հարցազրույց գալուց առաջ ես մրցակցության պաշտպանության հանձնաժողովին դիմում եմ գրել։ Ահա Որովհետև դա մրցակցության անառողջ դրսևորման ակնհայտ փաստ է, որովհետև չի կարող ընդամենը 1 օրում շուկայում տեղ ունենա ապրանքի գնի նման գինի դեմպինգ են անում ակնհայտորեն եւ դա ունի ոչ ազնիվ մրցակցային նպատակներ եւ կարող է հանգեցնել շուկայի վերադասավորման եւ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մրցակցության սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը պարտավոր է իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկի հասկանա թե ոնց է եղել, որ ընկերությունը ինչ հանգամանքներում կարողացել է նման անտրամաբանական, շուկայական, մրցակցային տրամաբանությունից դուրս վարկագիծ դրսևորի։ Այնպես որ ես իմ հետևողականությունը իրավական Հիմա տեսեք, պարոն Ղազարյան, ես գիտեմ, որ դուք շատ հետևողական եք եւ այո, ամեն ինչին շատ արագ արձագանքում եք, ինչպես նաեւ այս պատմությունը քիչ առաջ որ ներկայացրեցիք։ Գիտեք ամենազավեշտալին որն է, որ Եթե այդ խնդրի մասին բարձրաձայնում է եւ առհասարակ կարող է եւ նույնիսկ ընդդիմադիր հայացքներ չունեցող մարդ լինի, որևէ մեկը ոչինչի չի արձագանքում։ Եվ կարծես թե այս բարձի թողի, այս խայտարակ, այս անօրեն իրավիճակը անընդհատ շարունակվում է եւ ասում են լավ ենք անում։ Ինչ ուզում ենք անում ենք, ոնց ուզում ենք անում ենք, լավ ենք անում։ Իհարկե սրա ելքը միանշանակ համաձայն եմ սրանց իշխանությունից հեռացնելն է, բայց գոնե որոշակի օրենքի տարեր հնարավոր է պահպանել մեր երկրում, պարոն Ղազարյան։ Նայեք, այդ չարձագանքելը, տեսեք, հասարակության ռեակցիան տարբեր երևույթների վրա, տարբեր ժամանակաշրջանում է, չէ՞, զգոնությունը պակասում, թուլանում։ Ասենք 44 օրյա պատերազմի ժամանակ ես հիշում եմ տեղեկություններ են տարածնկարներ, որ ոչ թե ադրբեջանական ապրանքի մասին ընդհանրապես խոսք չկար։ Ասենք Թուրքիայում արտադրված հագուստ, չգիտեմ, կենցաղային իրեր, շինանյութ, բան, չէ, պատկերում էին այդ ֆիրմաների լոգոները արյունով, պատրոններով, տանկերով, որ ամեն մի ապրանք առնելը դա դառնում է արյուն մեր վրա է կրակում այդ գումարը։ Հիմա ասենք թե դրա նկատմամբ վերաբերմունքը այդպեսին էր։ Հիմա ոչ թե Թուրքիայից, այլ հենց Ադրբեջանից ու ոչ թե սովորական մի ապրանք, այլ
բենզին, որը արտադրում է Սոկար նավթագազային ընկերությունը, որը Ադրբեջանի պետական ձեռնարկություն է, Այո։ եւ հետեւաբար իր ամբողջ հասույթը դա պետության հասույթ է, որը ուղղվում է Ադրբեջանի ռազմական կարիքների համար։ Ադրբեջանի վարչապետն ասում է, որ իրանց ռազմական բյուջեն կազմում է ընդհանուր պետական բյուջեի 21%-ը եւ դա ավելացվել է։ Այո։ Նախորդ տարիների համեմատ եւ սպառազինությունները եւ զորքը, ստեղ մեր մոտ կրճատում են բանակը, 2 տարվա փոխարեն սարքում են տարուկես ժամկետային զինծառայության ժամկետը, կրճատում են զինված ուժերին հատկացվող ծախսերը եւ հերիք չի կրճատում են, հետն էլ փող են տալի, մեր հարկերից հավաքած փողը, որպեսզի բենզին առնեն մի երկրից, որով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է արտադրում։ Այսինքն զինում է Նիկոլ Փաշինյանը մեր փողերով ադրբեջանական բանակը, որպեսզի իրանք սպանեն մեր զինվորներին։ Դրա համար ես մի գրառում եմ, ասում եմ, այն ինչ որ ծախվում է 440 դրամով, դա բոլոր պատերազմների մեր զինվորների այրան գինն է։ Այն մարդը, որ գնում ասում է, ինձ տվեք 20 լիտր բենզին, ինքը պիտի հասկանա, որ իր մեքենայի մեջ լսում է 20 լիտր արյուն։ Պարոն Ղազարյան, շատերը ասում են, որ լավ, ինչ եք այդքան չափազանցնում։ Հիմա տնտեսական հարաբերությունները, մարդ ենք, թող 90 դրամով պակաս բենզին լցնենք։ Հիմա ասում են, Հայաստանում ինչքան ապրանք կա թուրքական, չեք գնում առնում են, տեսեք առնում եք, հագնում եք ինչ որ շորեր եք առնում, հագնում, կոշիկ եք առնում, հագնում, լվացքի փոշիներ եք օգտագործում, ինչի բանամ, տարբեր բաներ։ Այն նույն բանն է, հիմա թող մի հատ ադրբեջանական բենզին կա, ինչ ախանգարում ես։ Շատ լավ։ Դե հիմա ասենք թե այդ կարող է լինի մարդ, որը տենց է մտածում, չէ՞, հենց այդ եմ ասում։ Աղազարյան, զգալի մասն է այդպես մտածում։ Ես պատահական չեմ սարկազմով մեջ բերում նրանցից այս խոսքերը։ Հիմա այդ մարդկանց սպառնում է ոչնչացում։ Իսկ իրենք չեն գիտակցում։ Օրինակ, այն միգուցե գրեի կա օրինակ, ասենք օրինակ, բայց այդ քանի որ Ղազախստանից բերին, դե արդեն դառնում է ուղիղ էլի, այդ կուտը։ Ասենք հիմա որ հավերին անասնակեր էր, չէ՞։ Հավերին ենթադրենք մի հատ տատի դուրս է գալի, առավոտը կուտ է գցում։ Դե հիմա հավերն ասում են դու հիմա կուտը խո չեք սոված մնալու, չէ՞։ Այս մարդն է մեզ կուտը տալի, դրա համար այս մարդու տվածն են կուտում։ Բայց էկոնոմիկայի նախարարն էլ չեք կերել։ Էկոնոմիկայի Ոնց որ ինքը ասեց ուտելու է։ Ինքը ասել է, որտեղ, բայց ինձ թվաց թե խժռել է։ Նրա ախորժակը ոնց որ մյուրից ձև էր։ Իսկ տեղակալը ոնց որ դրանից առաջ էր, գնաց է պրոբերարի նոր էր։ Ես դա տեսքից տես դրա տեղակալին որ նայում եմ, ոնց որ ղազախական ծերենի գովազ նայեմ։ Արդեն ինձ ամբողջությամբ Որտեղ դուք հավի վրա եք պրոյեկտում, բայց ես համեմատություն եմ, հիմա ասենք թե որ հավին կերակրում է, այս հավն էլ ուտում է, մտածում է որ իրան լավ բան են անում, չէ՞։ Իրան կուտ են տա, խո վատ բան չի անում այդ կուտը, բայց ինչի համար է դա անում։ Որ մորթի, չէ՞, այդ որ հավն է իր մահով մեռը։ Հավերը մորթվում են։ Ճիշտ է։ Ես ասում եմ գյուղացին հավը երբ է մորթում, կամ որ հավն է հիվանդ կամ ինքը։ Հիմա այդ հավերը այս պահին կուտը կերան, ձունել ածին, գոհ հետորն էլ անցկացրին, բայց իրանց պահելու, իրանց կերակրելու նպատակը մորթվելն է։ Հիմա նույնը մեր հասարակության հետ է արվում։ Իսկ հասարակության զգոնությունը աստիճանաբար թուլանում է, որովհետև հիվանդը, որ ասենք ռեանիմացիայում պարկած է եւ անհուսալի է դառնում է, ինքը անընդհատ իր վիճակը վատանում է, չէ՞։ Ռեակցիաները կորցնում է, չէ՞, արդեն մարդուն չի ճանաչում, արդեն չի կարում խոսի, ասես, դե հիմա ռեակցիա ցույց չի տալի, դա հիվանդ է։ Առողջ հասարակության մեջ ո՞նց է հնարավոր, չէ՞, որ մարդը առողջության նշանը, չէ՞, ցույց տալի, եթե ինքը ուզում է ապրի, եթե ինքը վերականգնվում է, այսինքն դեղ է տալի, առողջանում է, չգիտեմ, բան անում, որովհետև ինքն էլ է ուզում է։ Հակառակ դեպքում դրան մահն է սպառնում։ Հիմա մեր հասարակությանը աստիճանաբար այդպես դանդաղ կտերով, տարբեր միջոցներով արդեն սովորացրել է մի բանը, մենք հիմա շատ երևույթներին ես նայում ենք, շատ սովորենք, ասենք, նստած հիմա մենք չէ, խոսում ենք, ասում ենք 4 սրբազան բանտում են։ Ոչ մի բանի համար, ասենք, հասկանում ես, այդ սրբազաններից մեկը մի մարդ սպանածն է, ասես, հա դե սրբազանա կամ։ Ու այդ մարդիկ այնտեղ օրեր, շաբաթներ, ամիսներ են անցկացնում։ Այդ մարդիկ սովորական մարդիկ են, իրանց, այսինքն ոչ մի հանցանք չեն գործել, ոչ մի Սամվել Կարապետյանը այսօր աշխարհի ամենաազդեցիկ գործարար հայն է։
Աշխարհում երկու ազդեցիկ հայեր կային գոր, մեկը Բաքվի բանդում է, մեկը Հայաստանում։ Ռուբեն Վարդանյանը եւ Սամվել Ու դա Ալիևի նվատակ չէ, որ ազդեցիկ հայ է, պիտի չէ, հիմա ասենք օրինակ ինչի է թիրախավորված կաթողիկոս, որովհետեւ ազդեցիկ է, չէ, հեղինակություն է, չէ, աղարության։ Նման ասում այդ հեղինակությունը պիտի նվաստացնես, պիտի իր մասին ազդական տեղեկություններ տարածես, չի ստասում, էս պիտի անես, չի ստասում, ելա ոչ մի բան չի ստասում, ոստիկանությունը քնչականը ասես անում են։ Գնացեք ձերբակալեք։ Հիմա նույն ձև ասենք Միքայել Սրբազանին չեն բռնել։ Ինչ արել այդ մարդը, ոչ մի բան, չէ։ Այստեղ բանտում է, դատապարտել են, դատանի որոշում կա, Երկու տարի կալանք։ Հələ դատախազությունն էլ հիմա բողոքարկում։ Բագրատ Սրբազանին ասում է երկուսը քիչ է, 2.5։ Դուք պատկերացնեք այս սրիկայությունը։ Բագրատ Սրբազանին բռնել են, ասում է բանը, մեկի հետ խոսել է, ասում է ես ուզում եմ շվեյցարական մոդելի պետություն կառուցել։ Ձայնագրություն հրապարակել են։ Ասում է մեր նպատակը, որ մենք ունենանք շվեյցարական մոդելի պետություն։ Դա համարել են ահաբեկչություն։ Շվեյցարական պետական հեղաշրջում են ուզում։ Ահա իրավի ու դա արդեն մենք սովորենք, չէ՞ դրան, այսինքն մեր աշկը սովորել է, մենք ամեն օր լուսացնում ենք ապրելով, անհեթեթություններով, այո։ Կարա լրիվ ոչինչ չարած մարդը, ասենք Արշակ Սրբազանին, չէ՞, պարզա, չէ, հիմա տեսեք ովքեր են կալանքի։ Ովքեր կամ վեհապարի հետ արյունակցական կապ ունեն կամ հանրային որ 3 սրբազանները, դրանք միակ 3 սրբազաններն էին մի քանի տասնյակի մեջ, ովքեր այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում բարձրաձայնել են։ Հարցազրույցներ են գրացել, հրապարակային խոսքով են հանդես եկել, պրոցեսներ են գեներացրել, չէ՞։ Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Արշակ Սրբազանը։ Այդ 3-ն էին։ Հիմնական բռնել է։ 3-ն նստել են։ Մկրտիչ Սրբազանն էլ Վեհապար Հայրապետի հետ արյունակցական կապ ունի։ Վեհապար Հայրապետի եմի եղբայրն է որ հոգևորական չի, տաղու հետ նստած։ Էնել ինչի համար, ասենք են հոպլոյ կուսակցությունից մեկը գնում ասում է ժամ 4-ի մեր հավաքն կգաս, ասում է չէ։ Ահա։ Խոչը դոտեց ընտրական գործընթացը։ Այո, դե դա էլ հատուկ միտումնավոր սարկած բան, բոլորս շատ լավ տեսնում։ Հիմա ասենք թե դա բացարձակ անարդարության դրսևոր, ընդ որում բոլոր ձևերով չէ սեփականությունից զրկի եկեղեցու հիմնական բարերարին կալան, որը ֆինանսավորում է եկեղեցու ընթացի գործունեությունն ապահովում։ Դրան եւ կալանավորել են եւ ունեցվածքը ձեռից առել են ապօրինաբար։ Այդ հարազատ են Այո։ Հեծը, բայց մյուս ընկերություններում ստուգումներ, տաշի գրուպում բան չէ, քրեական գործ կա հարուցված, փողերի լվացում, բան լրացուցիչ մեղադրանք են նաեւ դրանով առաջադրել։ Էսի իր հերթին, այսինքն շողակատ հերոստանգերությունը այսօր որոշում կայացրեցին ամսի 1-ից փաստիկ շողակատ հերոստանգի դրանից բեզաբիտնի անշառ հերում, ասենք մշակութային, հոգևոր մշակութային հերոստանգերություն, չէ, որը հերարցակում է, միայն ընդամենը լուսաբանում է եկեղեցու գործունեությունը, որովհետև եկեղեցուց էլ է ֆինանսավորում ստանում, եւ պետական ֆինանսավորումը, որով պետական ֆինանսավորման միջոցները ուղղվել են բացառապես մշակութային կոնտենտի ապահովման, համերգ ցուցահանդես, միջոցառում, քանի որ եկեղեցու գործունեությունը ընդամենը լուսաբանել են ինչ, այս ինչ որ եղել է պատարակ, այս ինչ որ եղել է պատարակ։ Բավարար է, որ այդ ալիքը ձեռքնից վերցնեն։ Եվ մյուսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին անհատույց հող տարածք տրամադրելու մասով էլ որոշում կայացրեցին, որ ոչ մի բարագայում Մայրաթորին պետք է դրանից առաջ էլ ասեմ, տեսեք էլի, ես որոշ ժամանակ նույնիսկ քննադատում էի, նաև համարձակություն եմ ունեցել վեհապարին կամ սրբազաններին, ասում եմ, լավ, դրանք տենում եք եկեղեցու նկատմամբ, ոնց վերախոն, նոր չի, չէ՞, ասենք ես 25 թվականի մայիսի 22-ից այդ Ալաշուքյոր Փաժազադեի հայտարարությունից հետո ուղղակի նոր թափ սկսվել, ասում եմ, հայ եկեղեցին վտանգ է տարածաշրջանի անվտանգության։ Այս 18-ից սկսել էր տարբեր դրսևորումներ, այդ եթե չտրամադրել է վեհապարին, այս Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցածը, առանց վեհապարի ապրիլի 24-ի արարողությունների, խո նոր չի, չէ՞։ Ասում եմ, լավ, եթե իրանք ձեր նկատմամբ տես վատ են վարվում, ոնց եք դուք դրանց հրավիրում միրոնորնության արարողության, մայր տաճարի ոցման, որ ասես եկեղեցու զավակեն չէ։ Ասենք օրինակ Վահագն Խաչատրյանի եկեղեցու զավակը ո՞րն է, էլ ասենք։ Նեղություն դա ո՞րն էր։ Դա այն մազերը, որ 4 հատ մազունիստ է։ Այդ պատգամավոր էր։ Չէ, ինքը հիմա իբր հանրապետության նախագահ։ Հա, նախագահ, հա։ Դրա ասենք նա եկեղեցու հետ միակ բանը ասոցացման բանը, որ տենաս կարող ասես ինչ կապ կարող ունենա եկեղեցու հետ մատաղն է։ Մատաղին կար։ Ասենք ինչ կասոցացնի, ինքը իհարկե դա չի։ Դա չի, բացառված բան է, նրան ոչ մեկը եկեղեցի չի տարել որպես մատաղի գառ։
Էդ էլ չի ելե։ Հիմա չեմ ասում ասիկ հոգևոր կապը եկեղեցու հետ ինչ պիտի, ոչ մի բան չէ։ Բայց դրանն չես կանչում դու եկեղեցու, որպես ինչ։ Ասենք որ ինքը հանրապետության հետո ո՞նց է դառը հանրապետության նախագահ։ Հայ էկոնոմ բանկի վարչության անդամ է, Սուքեսյան Խաչիկը գնացել է միջնորդել է, ցարկել է նախարար, հետո էլ դառել է նույն մեխանիզմով դառել է այնտե Սուքեսյան Խաչիկն էլ ոչ թե շատ է դուր եկեղեցին զմայլված, այլ երբ որ նա եղել է Երևանի քաղաքսովետի նախագահ, Արամի մեկ հասցեում գտնվող շենքը $5,000 ծախել է Սուքեսյանների ընտանիքին։ Հիմա Սուքեսյան Խաչիկը հիմա երևի կաշում է $12,000 առում, դե Ստեփանոջին այդքան է։ Էն էլ դες կառնի էլի, այդքան միլիոնների մեջ ոչ է դա փետակից առնի։ Հիմա այդ շենքը առել է իր կայսումի մենակ շալվարի գնով, հիմա դրան էլ ասում է դե լավ, որ դու ժամանակին մեզ օգնել ես, մենք միլիոնատեր ենք դառել, արի մենք եկես պետության հաշվին, հիմա տենց է չէ նա դառել հանրապետության, նախ արժանինքներով չի դառել, սեփական հեղինակությամբ, կշռով, դե դառել, ասիկ դրան որպես օրվա իշխանությունը չի ես կանչում, հիմա օրվա իշխանությունը, որ Լիգոր Փաշինյանի փոխարեն Շահին Մուստաֆաև ելներ Հայաստանի վարչապետ, Չնայած նա ավելի լավ կլեր էլի, բայց ասենք նրան պիտի կանչենք Մարտաճարի Օսմանը, չէ՞ որ նա հավատացյալ չի, չէ, քրիստոնյա չի, բայց ես էլ հավատացյալ չի, ես էլ քրիստոնյա չի։ Մենք մարդիկ ասում են մենք առաքելական եկեղեցու զավակենք եւ վեհապարին հանելու մեր ցանկությունը որպես հետևորդ առաքելական սկզբունքների դավանաբանության զավակ ենք հանդես գալիս։ Բայց զավակը ոնց է արտահայտ, զավակը թվում է եկեղեցուն պահանջներ ներկայացնում։ Ասենք ես էլ եմ եկեղեցու։ Այդ մարդիկ գիշերները չեն քնում աղոթքների մեջ, ասում են ինչ ա եղել, մի մեղ գործած չլինեն այդ հոգևորականները, գնանք ուղենք, շտկենք։ Չէ, ես իհարկե հասկանում եմ ձեր հարցադրման հեգնանքը, պարզ է, որ նրանք տենց չեն։ Այսինքն եկեղեցու զավակը ամեն կիրակի պատարագի է գնում, եկեղեցու զավակը հետևում է եկեղեցու հորդորներին, չէ, կոչերին, բայց այն չես գնում պատարագի, գնում ես, որ տենաս ինչ են քարոզում, այդ քարոզի բովանդակությունը խորհուրդը վերցնես, դարձնես քո ապրելակերպը, քրիստոնեաբար ապրես, չէ՞, իրանց վարքագիծը, գործողությունները, պահվածքը, եկեղեցի գնացող ասենք, մենք որ գնում ենք եկեղեցի պատարագի, ხო չեն գնում կանգնում պատարագի քահանային պահանջներ ներկայացնում։ Այդու մենք աղոթակից ենք քլնում, ծնկի են գալի մեղքերի թողության եւ իրանից հաղորդություն ենք խնդրում, օրհնություն ենք խնդրում, չէ՞։ Դիմելաձևնել է այդ ասում, օրհնեցեք Տեր Հայր, Աստված օգնական սրճ։ Այդ ենք խնդրում, օրհնություն ենք խնդրում, պահանջներ չենք դնում։ Իրա զավակը տենց է ալում, եկեղեցու զավակը իր կյանքի իրադարձությունները եկեղեցու հետ է կապում, մկրտության արժանում, պսակադրությանը եկեղեցի է գնում, հոգեհանգստյան արարողությանը քահանա է հրավիրում կամ եկեղեցում են անում, չէ՞, տենց են ելնում եկեղեցու զավակ։ Իրենք ինչ կապ ունեն մեր։ Այն Գևորգ Պապոյանին տայել է եկե խաչը կնքվելու ձևը չգի։ Հետևի ձախմուտը անել է, խառն է իրար։ Էդու լավ նեցել հեշտ բան է, ասենք մեր երեխեքին որ տանում են եկեղեցի, մի հատ ձևը ցույց ես տալի ոնց են խաչը։ Երկրորդին արդեն անում է, դիտքան բարդ բան չի էլի։ Արա այդ խեղճը դե չգիտի։ Պաղ Ղազարյան, իրենք գնացել են հանրահավաք հանելու, տեսել եք ոնց են ծափահարում։ Հա, ծափահարություններ բացը կամ ասենք Էլթոն Ջոնի համեր գնացել։ Ծափահարում են, ի՞նչն է ծափահարում։ Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկեցին Սանկտ Պետերբուրգ, չէ՞։ Ինքը չգնաց։ Սանկտ Պետերբուրգում էլ չգնաց հարողության։ Այո։ Ստեղը հիմա ես ուզում եմ անամ այդ իր բրեմենյան երաժիշտներից, այդ թափառական երգչախմբի այդ անդամներից։ Լինի դա սրբազան, լինի դա նախարար, լինի դա նախագահ, ազգային ժողովի նախագահ եւ արտաքին հետախուզության ծառայության պետ։ Դա դու ինչ կապ ունես էլ եկեղեցի, գնացեք Գյումրի։ Տեսել եմ գլխաշորով։ Հիմա ես ուզում եմ անամ առանց Նիկոլ Փաշինյանի այդ աղջիկներից մեկը Սրբուի Գալյան կլինի, արտաքին հետախուզություն կլինի, ինչ կլինի։ Մեկը այդ իր գլխաշոր կապի գլխի մի եկեղեցի գնաց է պատարագի։ Իհարկե չէ։ Ալեն Սիմոնյանը կյանքու պատարագի Ալեն Սիմոնյանի մոտնես տպավորությունը, որ մեր եկեղեցիներում կոկա-կոլային ծախ է ու գինի։ Հիշում եք Երևանի ձեռում։
Բայց այդպես երբեք տենց բան չի եղել։ Երբեք։ Եթե- Սա ոչ թե հերքում ենք, այլ դա իրականություն Ես էլ փաստն է։ չեմ տեսել, Հա։ ես էլ չեմ Ուրեմն տեսել։ Բայց եթե հիմա չի ասեմ, գնացել, օրինակ- դրա համար չի էր տեսեք, ուղղակի զեպարտություն։ Եթե օրինակ Ալեն Սիմոնյանը շատ մտերիմ էր Վայոց ձորի թեմի, որ ինքը գնացել էր Նորավան, Այո, այո։ ընդ թեմի առաջնորդը իրան ուղեկցի կարող է Այդ ասել տասիրադավների մեջ է, չէ՞, բայց կարող է ասել ես ռեստորան ունեմ, սիրում եմ, շատ ինձ պատմում է, որ ինչու է, ես հեկը բան է, ես ռեստորան Նորավան, սրճարաններ, մոտեցեմ ռեստորաններ սարքեցա ունի այդ տիրադավը։ եւ նաեւ զուգարան։ Նորավանք 200 դրամ։ Վճարովի է։ 200 դրամ։ Ու կապ չունի քանի րոպեից մնա։ Հա, փաստորեն Վայոց ձորի թեմի առաջնորդը զուգարան էր ունի սեփական մասնավոր։ Նորավանքի մոտ 200 դրամ։ Ու կապ չունի քանի րոպեից մնա։ Ահա։ 200 Ստանդարտ գինասի կարա չէ դներ 500 եւ 200, չէ։ Դե մարդը միասնական տարիֆ է։ Սահմանը ու որում դրանց պատճառով է, որ Նորավանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում չկա։ Դե հիմա մի վարքան, մի հատ էստեղ ճշտում, պարոն Ղազարյան։ Ինչու չկա Նորավանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային որովհետև վանքի վերանորոգման ժամանակ կառուցվել են հարակի շինություններ, ըստ իմ ունեցած տեղեկությունների։ Հարակի շինություններ, որոնք որ իր պատմական տեսքի մեջ ներառված չեն։ Ասել են, այս զուգարանները հանեք ստեղից չեն։ Զուգարանը չպիտի չլինի, հյուրանոց պիտի չլինի, պիտի ռեստորանը չլինի, բայց դե հիմա այ քեզի բան։ Փող, թե հաջողություն։ Հիմա սրանք եկել են Մաքրեն եկեղեցին։ Աբրահամ Սրբազանի ձեռքով եկել են Մաքրեն եկեղեցին։ Այո, հիմա որ Ալեն Սիմոնյանը դրա հետ մոտ է, որ գնացել է Նորավանք, հետ են նրան նաժիշտություն անում, էլ ուղեկցումներ խնամում էր բանը։ Պրոտոկոլային ծառայություններ էր մատուցում։ Հիմա երևի պատմել են, էլ ասում է, դե ուրեմն փաստորեն այդպես բան կա, էլի, չէ՞, նա Coca-Cola է ծախում, որովհետև դե տենեմ, ասեն, կոֆե ապարատն էլ է դրած, խալաձենիկն էլ է դրած բան։ Երևի դες տպավորություն է ստացել, բայց դա եկեղեցին չի անում, էլ անգամ եթե եկեղեցու որևէ սպասավոր այդ բիզնեսի մեջ ներգրաված է, դա եկեղեցու պահվածքը չի։ Եկեղեցին ուղղակի իմ կարծիքով մի մեծ սխալ է թույլ, որ ժամանակին ինքը չի։ Ես դա եմ ուզում ասել։ Կանխե էս ամեն ինչը։ Աբրահամ Սրբազանը պիտի չունենար այդ հնարավորությունները Վայոց ձորում այդպիսի մեծ ակտիվ գործունեություն ծավալելու միանշանակ։ Սրբազանի կաֆե հասկացություն։ Ես էլ եմ լսել։ Բնության մեջ, ասեն ես օրինակ Լեհաստանում այդքան տեղի ոչ պիտի չեմ լսել, որ մեկն ասի Սրբազանի կաֆե։ Այդ աշխարհում մենակ Եղինաձոր կա դες բան։ Դե դուք լավ գիտեք, դուք այնտեղից եք։ Դուք Վայոց ձորից եք, հա։ Ասենք, որ ջայլներն Սրբազանի կաֆե։ Այդ հասկացությունը Իսկ այնտեղ ոնց էր այդ կաֆե մուտքը, ասենք օրնում էին, բան ինքը այնտեղ օրդություն բան, ցես բան չէր անում։ Չէ, ինքը ընդհանրապես եկեղեցու հետ քիչ կա։ Ինքը քաղաքացիական հագուստով հիմնական այս տարի սեպտեմբերի 6-ին Եվրամիության դիտորդական առաքելության բազարների օրը փոխկապով չէ, ամառային դե սեպտեմբեր տակ է եղնազու։ Ամառային մայկայով բանով սիրուն, որը ինչի համար, որովհետև այն շենքը, որ իրանա պատկանում, վարձով տված է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ Գրասենյակն է։ Վարձակալությամբ շենք Նախկին գիտելիք համալսարանը, դա գիտելիք համալսարանը, անունը գիտելիք էր, բայց կոչվում է Սրբազանի համալսարան։ Այ քեզ Սրբազան։ Սրբազանի կաֆե, Սրբազանի համալսարան, Սրբազանի զուգարան։ Բան Հովանես Թումանյան Չաչա թագավոր կար, չէ՞, Հովանես Թումանյան, այդպես մի բան է։ Հիմա կամ Մարկիս Կարաբասյան։ Հիմա Ալեն Սիմոնյանը միգուցե այտենց տպավորություններ տենց է ստացել։ Հա, որ այնտեղ գինի ու Բայց նա եկեղեցու հետ, եկեղեցու ծեսի, խորհրդի, պատմության ավանդույթ կապ չունեցող մարդ է։ Ու նա եթե Նիկոլ Փաշինյանը Գյումրիում իրան, այնտեղ ինչ են հիմա անգնում դեմները, որ ԿՊ-ի ցուցակ ձևավորելու շրջանն է, չէ։ Հիմա այդ 10-ին ԿՊ-ի ցուցակ դնելու է։ Պարոն Ղազարյան, ինչ եք կարծում։ Չեմ կարծում։ Ամեն մարդ չի, որ օգտագործելուց հետո պետք է երկար ժամանակ կիրառվի, կա գործածության որոշակի ժամկետ գոյություն է եւ որոշ դեպքերում այդ ժամկետը շատ կարճ է։ Հա։ Շատ կարճ է։ Ես օրինակ կարծում եմ, որ ամեն դեպքում իր արտաքին էսթետիկ միջամտությունների պարագան հաշվառելով ինձ թվում է ամեն դեպքում Անուշավան Սրբազանը միգուցե հայտնվի այդ ցուցակում վերջ-վերջ այնտեղ կամերաներով հաճախ են նկարում, մի քիչ էսթետիկ բան կա, էլի, վարչությունն է որոշում ում ընկել է։ Վարչությունում կարծում եմ հենց այդ եմ ասում, վարչությունում կարող է այնտեղ իրան առաջ մղողները շատ ելնեն։ Հասկացա։ Պարոն Ղազարյան, ամեն դեպքում այս ամբողջ ողբերգությունը հաղորդման սկզբում էլ ասի, այսպես փորձում ենք որպեսզի
ապրենք, որպեսզի կարողանանք հաղթահարենք, այս հումորն է, որ իսկապես մեզ փրկում է։ Բայց առաջիկայում կան կանխատեսումներ, որ այս տիրադավների միջոցով սա կհարձակվի կրկին եկեղեցու վրա եւ շատ շատերը կանխատեսում են, որ դա կարող է լինել որևէ տաղավարտոն, նաեւ շատ լսում են, որ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան օրը միգուցե սրանք նորից հավաքվեն եւ էլի հարձակվեն Մայրաթորի վրա իրենց, այսպես ասած, երազանքը եւ որոշումը ի կատարածելու համար։ Դուք այսպիսի կանխատեսում ունեք, որ ամեն դեպքում կարող են այդ Սուրբ օրը սրանք դա էլ պղծել։ Իհարկե չենք զարմանում, բայց պատրաստ են նրանք դա անել ամեն դեպքում։ Բոլոր օրերն էլ Սուրբ օրեր են, դրանք Աստծո կողմից մեզ տրված օրեր են եւ այն ինչ որ իրանք արել են այն պղծությունները, ամեն մի պատարակը կոչվում է Սուրբ եւ անմար պատարակ։ Այո։ Եվ ցանկացած պատարակ պղծելը, պատարակի անվան տակ հանրահավաք կազմակերպելը կեղծ դերակա, դրանք բոլորը պղծության նշաններ են։ Վեհապար Հայրապետին ավազանի անունով դմելը դա պղծության նշան է եւ դա ոչ թե անձնական վիրավորանք է վեհապար տիրոջ, այլ իմ որպես հոգեվորականի զգացողությունները վիրավորելու նպատակ ունի, որովհետեւ իմ ընկալումներում վեհապարը ազգընտիր է, վեհապարին ընտրել է ողջ հայ ժողովուրդը եւ վեհապարի օծմանը Սուրբ Հոգին վկա է եղել։ Եվ դա Աստծո կամքով տեղ ունեցած եւ հայ ժողովրդի ընտրությամբ եւ Աստծո կամոք ստեղծած իրողություն է։ Եվ դա պղծելը իմ որպես քրիստոնյայի եկեղեցու զավակի քրիստոնեական զգացողությունների պղծում է։ Ես տենց եմ դա ամեն անգամ ընկալում։ Ու վեհապարի պաշտոնավարման ժամկետը Աստված է որոշում, չէ՞, ինչի՞ անժամկետ է վեհապարի ընտրությունը։ Նա ցկյանս է պաշտոնավարում, որովհետև Աստված պիտի որոշի։ Հիմա այդ որոշումը Աստծո որոշումն է, մեկի մասացիոցիաց թեմից մի հատ մենք կոլոտ մարդը։ Հա, սրբազան։ Եկել ասում, չէ, ես որոշել եմ, որ դու պիտի իմա։ Այ քեզ բան։ Դու ես Աստվածը։ Խայտարակ պատմություն ես ասում։ 10 հոգի կլնեք, 100 հոգի կլնեք, 1000 հոգի կլնեք, դուք 10 միլիոն հայերը չեք, որովհետև 10 միլիոն հայերի պատվիրակները ամբողջ աշխարհի բոլոր թեմերից եւ աշխարհականներ, եւ հոգեվորականներ այդ ընտրությունը կատարել են։ Եվ այդ ընտրության ժամկետը Աստված է որոշում, ոչ թե Նավասարդ Սրբազանը կամ Աբրահամ Սրբազանը կամ չգիտեմ Վազգենը Սրբազանը։ Այդ իրանք չեն որոշում, իրանք ենթարկում են։ Եթե իրանք չեն ենթարկում աստվածային որոշման եւ հայ ժողովրդի միասնական կամքին, եւ մի հատ Նիկոլ Փաշինյանի կամք են ուզում կատարեն, որն էլ ուղղորդված է Ալլաշուքյուր Փաշազադեի, Իլհամ Ալիև, Ռեջեփ Թայիփ, նրանք ուղղակի թշնամիներ են։ Նրանք թշնամիներ են մեր պետության, մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու։ Հետևաբար մեր ժողովուրդը պիտի դե թշնամին ասում եք ինչ կարան անեն, չէ՞, ոնց որ ասենք Արցախը քանեկար, ասենք Ադրբեջանը երբ համետադիր հարցակվի Արցախի վրա։ Միգուցե սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրը, միգուցե դեկտեմբերի 10-ին հանրակ, չէ՞, երբ իրանք թշնամի են, չէ՞, իրանք նշանակում է մենք անհանգստություն ենք, որ թշնամին Հիմա նույնը մեր այս պարագայում։ Հիմա նստած մտածում ենք, էլ ասում ենք թշնամին երբ կարան դա։ Երբ էլ անի, մենք պիտի պաշտպան կանգնենք մեր արժեքների, մեր եկեղեցու, մեր պետությանը եւ իրենցից պիտի այդ երկրում եթե մի հոգի մարդ կա, որ պիտի պաշտոնից, իր դիրքից հեռացվի, դա Նիկոլ Փաշինյանն է։ Եվ դա ոչ թե Եվ իրենից պետք է պաշտպանել ամեն ինչ, հենց իրենից անց։ Հետևաբար ես կարծում եմ, որ ինչ դայք եկեղեցու հետ կապված, դայք ինչ ինքը նախաձեռնել է, մինչև հիմա սա ձախողել է։ Դեռևս իր գործն է, իր համար, իր կյանքում դզվանելը չի եղել։ Հələ հիշեք, էլի, այն առաջիկ բրորեր, որ էլ լավ ասած այդ կեղտոտ գրառումները, չէ՞։ Այո։ Եկեղեցի Չուլամուլան, հետո այդ իր կնոջ գրառումները, մանկապիղներ, բանը Էդի չաշխատեց, ասիկ մտածեց, որ հանրային ինչ-որ բան կձևավորի չէ։ Հետո էլ լավ ասած կուսակրոնության ուխտեն խախտե, կաթողիկոսը սփանցանել մտածեց, որ դա կաշխատի, էդ էլ չաշխատեց։ Ասում է վեհապարը զավակ ունի, հետո պարզեց մեկը չի, 9 միլիոն վեհապարի զավակները։ Էդ էլ չաշխատեց։ Այդ հարցն է փակեցինք։ Այդ հարցն է փակ։ Հետո ասած ես բան եմ անում, հանձնաժողով եմ ստեղծում, որպեսզի կառավարությունում խմբեր լինեն, որոնք վերջին տարի մենակ Աստվածաշունչ են կարդացել, պասեն, ինքը սահմանել էր ինչ պիտի լինի, այո, ասած ես եմ ստուգելու։ Այո։ Հիմա պասը ունի նաև սննդային բաղադրիչ, չէ՞, որ պասեն պահում, պիտի մի կենթանական ծագման սնունդ չում։ Որպեսզի իմանաս մարդը դա օգտագործել է թե չէ, դա ինքը ասել է անձամբ պիտի ստուգեմ։
Դրա մի ձև գոյություն ունի անալիզ։ Անալիզը լինում է արյան մեզի կեղտի։ Ես ուզում եմ իմանամ, թե ինքը ոնց էր պատրաստվում, ինչ մեթոդով էր պատրաստվում, հոտոտելով պարզեր, թե չգիտեմ, այս մարդը անցած տարի գարունը պահել է, թե չի պահել, որ ասի, դու անցնում ես, դու ոնց որ 2 հատ ես կերե, դու անցիս թե։ Բայց այդ հանձնաժողովները չստեղծվան։ Այդ պատմությունները ամեն ինչը տապալվեց այ։ Հետո ասած գնում ենք բանում, հավաք ենք անում, էջմիածնում, հանրահավաք պիտի անենք։ Արդեն նույնիսկ քաղաքապետի տեխնացուներ չեկավ։ Այո։ Որտեւ այդ Արգիշտին, Էջմիածնի քաղաքապետի տեխնացուն, Վաղարշապատ համայնքի տեխնացուն, այդ տղան, որ ձայն է հավաքել, հոր պատվին է ձայն հավաքել։ Այո, ուզել էր գնալ Վաղարշապատ, ասել էին ընկեր ջան, մի արի, որ գաս էս ինչ ձեն էլ ունի, էդ էլ է փոշի անալ, որտեվ հազիվ հազ անցան, չէ։ 500-600 ձայնի տարբերություն։ Բայց որ ասած պիտի այդ հանք Էջմիածնի կենտրոն տեղ ասած, հրապարակում պիտի ու արդեն ընենց էր, ոնց որ այդ Կիրակի պիտի ելներ։ Այդ հավաքը մինչև հիմա չի ելել։ Դրանից հետո այդ բերեց այդ բանը, Սյոպիկի պատմությունը մեջտեղ գցեց, որ Հովանավանք են 2 անգամ ընդ գնաց։ 2 անգամից հետո հավես փախավ, հիմա դրան անտեր թողել են ընդամենը 2 հոգի մորոքո կապիշոնով մարդը թողել։ Շատ իրեք եղել ԱԱՑ-ի մեր հարկերով ֆինանսավորվող։ Այդ եմ ասում, 2 հոգի վրեն կցած։ Այո, մեր հարկերը, մենք հարկ ենք վճարում, որ ԱԱՑ-ի ինչ որ sense ուժեղ մկանոտ տղաներ այդ տիրադավներին, ոչ միայն այդ Սյոպիկին, տիրադավներին պաշտպանում են։ Էդի հələ Սյոպիկն եմ ասում։ Սյոպիկի օպերացիան էլի, որովհետև պիտի Սյոպիկը լինի, որովհետև հիշում եք ասում էր կաթողիկոսը, որ հեռանա, պիտի մի հատ բանը ամուսնացյալ քահանա լինի, էդի Սյոպիկն էր։ Հետո այն հարային հերոստանգերությունում քթան տարանեն ինչքան կարկալուց եղած կար սաղին տարանեն կապյոն։ Էդի գիտեք, չէ՞, Պետրոսի իր հարցազրույցների փլեյլիստի մեջ դրա հարցազրույց չի դրել, այսինքն նույնիսկ իրանք են հասկացել, որ այդ խայտարակ բան արադի զորո դա իմ համար նվեր էր իհարկե, այդ Ղազարյան versus Ղազարյանը։ Հա, բերինես անտեր մնացած է տերով անտեր ինչքան կար բերին ընդ փորձին քարոշչական էլի չի ստացվում։ Տեսեք, ինչ մի հատ խնդիր ա։ Անցանը եպիսկոպոսներին։ Այս եպիսկոպոսները գիտեք ինչի մտան, որովհետև այն որ ասում էր Սյոպիկին պիտի տանեմ տեղապահ։ Դրանք ասեն մի րոպե, մենք ստեղ ենք ինչ Սյոպիկ։ Դրա համար են եկել։ Դա ասում է դրանց էլ հանել բենտլիներից բաներից ծաղից հանել լցեմ է գազել։ Բայց բոլորը չէին Bentley-ից, անտեղ մեկը Opel-ից էր։ Opel է կա, բայց կապ չունի, հիմա մեկ գազելով բան է տալիս, դից բերում բան է, բրեմենյան։ Հիմա ոչ Opel կա, ոչ Bentley կա, հիմա բոլորը գազելով են ման գալի։ Դուք տեսաք եք գազելը, Ղազարյան։ Բրեմենյան երաշտի այդ պատմությունը գիտեք, որ կենթանիները դրանց տերերից փախնում են, չէ՞, խորհուրդը ստեղծում են մի հատ ու ընդ 4 հիմնական կենթանի է, էշը, շունը, կատուն, ակաղաղը։ Հիմա ասեք դե Բրեմենյանը տեսեք Անդրելին ասապը գնում ենք ասում են Վազգեն Սրբազան մենք գնացել ենք Գյումրի թեմի առաջնորդի տեղապահի հրավերով։ Բայց քեզ հրավեր են արել, մի աթոռ չեն նախատեսել որ դու տնեք նստես։ Այդ հրավերը իմացաք, չէ՞, շատ վաղուց բան ա եղել։ Լավ, ասեք դե հիմա ինչ ես գնում։ Ասեք Նիկոլ Փաշինյանը անցած Կիրակի չէր գնացել ոչ մի տեղ պատարակի։ Բայց դու ինչի չէիր գնացել։ Պարզա չէ որ նույնիսկ հոգեվորականները արդեն իրանք հոգեվորի հետ հաղորդակից չեն, դառել են Բրեմենյան երեշտն, թափառական նվագախում։ Հիմա սրանցով փորձեց ներսին բանել, լուր դիմադրություն եղավ, այսինքն մեր մի քանի տասնյակ սրբազանների մեջ պարզվեց, որ 10-ը ընել 10-ն ինչ Արթուր Վանեցյանը պատահական մարդ չի, ինքը ԱԱՑ-ի տնօրեն ասում է, ես վստահ ձեզ ասում եմ, որ նրանք որոշակի կոմպրոմատների տակ են, այսինքն հիմա որ չասի մի հոգի կա կոմպրոմատի հետը ման է տալի։ Ահա։ Նայում ես ասում ես, հա, հետ է դրա կոմպրոմատը։ Մորուկը։ Տեսած գլեք։ Արա մամար դիրա կոմպրոմատը հետը ման կտա։ Էմեկ էլի ասենք վրախե գնաց իր խոտով դառը գեներալ։ Բայց կոմպրոմատների հետ են շրջում, քաղաքի փողոցներով։ Որ սա փոքր երկիր է, որ եթե ինչ-որ մի ծառայություն մի բան իմանում, այսի սովորական մարդկանցից է իմանում, չէ՞։ Բայց սովորական մարդիկ ոչ են մեռել։ Բայց ես գիտեք ինչից եմ միայն շատ ցնցված, պարոն Ղազարյան, երևի թե կհիշեք Վանեցյանը իր այդ հարցազրույցի ժամանակ դա էլի շատակեց, ասեց Էնին իմասով գիտեմ որ խնդիր կա, ինքս էլ գիտեմ որ խնդիր կա, կոմպրոմատներ կան, ասեց բայց այն մի հոգին եմ վրթանեսը չհասկացա ինչ ա միացել։ Եվ այսօր 24 News-ը
հարցումն է ներկայացրել ուղղված պաշտպանության նախարարությանը, որպես լրատվամիջոց դիմել են ԲՆ-ին, ասել են այն լուրերը ճիշտ են, որ Վրթանես Սրբազանը, ով հանդիսանում է Արցախի թեմի առաջնորդը, 2018 թվականին պարզաբանումը կա, ձեզ էլ կուղարկեմ կնայեք, փաստով պաշտպանության նախարարությունը ուղարկել է այդ տեղեկանքը իր ստորագրությամբ եւ ասում որ այո, Վրթանես Սրբազանին պաշտպանության նախարարությունը այո, Վիգեն նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով նրան տրվել է բնակարան, երբ նա իրականացրել է բանակի հոգևոր տեսուչի ստանձնած է եղել հոգևոր տեսուչի պատասխանատվությունը։ Այսինքն, այդ Երևանի տան համար սա գնում դառնում է տիրադավ։ Դե դուք տեսեք սրա արժեքային համակարգը, էլի, սա ով է։ Արցախի թեմի առաջնորդ կա, հիմա տենց է։ Այդ եմ ասում, սա ով է։ Գիտեք, չէ, ինչ հրճվանք ա եղել ադրբեջանական մամուլում։ Այն օրը, երբ որ այդ 8 սրբազաններով գնացել են Փաշինյանի հետ հանդիպման, ու ադրբեջանական մամուլը հատկապես իր այնտեղ գտնվելու հանգամանքներ ֆիքսե որպես իրենց համար զվարճանք ու ցնծություն։ Պարոն Ղազարյան, վերջին հարցը տալիս եմ, այսպես երևի կանխատեսումային անցնենք, որտեղ դեռ կոնկրետ բան չկա, բայց համենայն դեպս տեսնում ենք, հա, մոտավորապես տարին կավարտվի, հունվարից ներքին քաղաքական կյանքը ավելի բուռն հունի մեջ կմտնի, կարծես թե բոլորը պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների։ Ինչ եք սպասում այդ ընտրություններից։ Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնաց վարչապետ, 2026 թվականին ընտրություններ չեն լինելու։ Որովհետև եթե մի գործընթացի անունը գրած է ընտրություն, դա չի նշանակում, որ դա ընտրություն է։ Ընտրությունը ոչ թե քվեարկությունն է, այլ ընտրությունը գործընթացն է, որը հավասար պայմաններ է ստեղծում բոլոր հավակնորդների, քաղաքական ուժերի, գործիչների համար, որ ով կներկայացնի իր ծրագրերը, կունենա համախոհներ, դրանք ազատ կարծիքը ազատ արտելու հնարավորություն կունենա, կարա նաև արժանա ժողովրդի վրա։ Մեր երկրում դա բացառվում է։ Այսինքն հիմա որ Ադրբեջանում ընտրության օրը հայտարարվում, դա հայտարարվում է, որ Ալիևը փոխվի, չէ՞ որ Ալիևը նորից լեգիտիմանա։ Մնա։ Ըստ էլ դրա փնթի թափթփած տեսակն է, էլի։ Այդ ընդ եթե կայացած է այդ բռնապետությունը, ինչ ստեղծվել է բռնապետությունով է ստեղծվել այդպես գնում է, ըստ էլ նոր 7 տարվա փնթի թափթփած կիսատ բռնապետություն, բայց բռնապետությունը սա վերարտադրվելու է։ Դա միանշանակ է։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանում երբ ընտրություններ լինում է իշխանազավթում։ Տեսեք, որտեղ մի քիչ ընտրության նշաններ է ալնում, տեղական մակարդակում։ Տեղական մակարդակում դե պարտվում են։ Պարտվելուց հետո ինչ ալում, համայնքի ղեկավարին կամ ձերբակալում են կամ սպանում։ Չէ՞, եթե իրանց որևէ մեկը հաղթում է, այդ ճակատագրին է։ Էլ էդի տեղական ընտրություններում, որտեղ անձնական ֆակտոր կա, սուբյեկտիվ գործոնները շատ ավելի։ Համապետական ընտրություն, տեսեք ընտրությունը չի սկսել։ Հələ գործը պիտի լինի հունիսին, չէ՞։ Իսկ նախընտրականներ չի։ Արդեն ասում են կուսակցությունները պիտի փակվեն։ Արդեն ասում են նոր ձևավորվող քաղաքական ուժերը պիտի չգրանցվեն։ Այո։ Արդեն ասում են Մոլդովայի օրինակ ունենք, որ եթե գրանցվում են կենտրոնական ընտրական հանրաժողովը, կեսից կարա ընտրական process-ից հանի։ Սրանք ուզում են մոլդովական սցենարի իրականացնեն այստեղ, այո։ Հետո գնացել են Եվրամիությունից փոխանցում, ասում են փոխտվեք այդ ամեն ինչը անենք։ Այսինքն նրանք ովքեր որ պիտի այդ ամեն ինչը դատապարտեին, ասեն չէ, սա ժողովրդավարական չի, սա չի կա, դրանք էլ փող են տալի, որ սրանք այդ ամեն ինչը անեն։ Ասում են հիբրիդային պատերազմի դեմ պիտի պայքար մղենք։ Ու ասեք այդ հիբրիդային պատերազմը մեր հետ ով է վարում։ Մեր ժամանակների խոշոր մտածող կա, մեծ մարդ, ոչ մեծ, Ստյոպա Սաֆարյան, ինք որ նամից փոճոպ, մեծ, միտքն ամեն, Ռուսաստան։ Այդ իր ասելուց հետո Նիկոլ Փաշինյան գնում է նստում է Պուտինի հետ հանդիպման։ Արա ասես մի գնան դե հիբրիդային պատերազմ է։ Հիբրիդային պատերազմը քեզ կվնասեմ։ Չի լսում, էլի գնում է Պուտինի մոտ, հա։ Այս 90-ական թվականների ռուսական երգը, այս էլ Ռուսաստանի KGB-ի շենք։ Այ բալա այդ հիբրիդային է։ Չի լսում Ստյոպիկին, էլի այդքան այդ տղան խնդրում է, էլի չի լսում։ Հիմա այս պայմաններում ինչ ընտրություն։ Ընտրական օրենսգիրք են փոխել, նախապատրաստել են, որ ցանկացած փուլում կարան երբ որ արտակարգ դրություն հայտարարեն ընտրական արդյունքներ չեղարկեն։ Այդ չեմ ասում տեսան լավ չէ թուն process-ը Ուկրաինայի նման։
մի հատ լարվածություն քրարեն, մի հատ այդ մայրաթորի վրա մի հատ հարցակում կանեն, խառնեն իրար մի բան Դուրգայրանի աղբորը կասեն գնա օթափողվի։ Էդի կեթա օթափողվի, կասի չօթափողվա։ Արտակարգ երկրում հայտարարում արտակարգ դրություն, որովհետև ինքը չի օթափողվի։ Չի օթափողվի։ Օդը քիչ է էլի։ Բայց ես լրումը ձեր ասացի, հենց այսօր իդեպ տեղեկություն ստացա, մենք անպայման նաև մամուլով էլ կանրադառնանք սրան, հարցումներ էլ կուղարկենք, թող իրենք պատասխանեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեսեք ինչ սրիկայություն է անում։ Հանձնաժողովների կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային հանձնաժողովների անդամներին են ընտրում։ Հիմա այդ քննությունների հանձնման շրջանն է, ուրեմն սրանք ինչ են անում։ Եթե հայրենի կուսակցության ներկայացված անդամներն են, տանում են այս բոլորին մի սենյակ, ասում են դուք ստեղ եք քննություն հանձնում։ Եթե Հայաստան Դաշինքի ներկայացրածը դուք ստեղ, հանրապետական անդամները, հա, տանում են, այդ մարդկանց համար ստեղծում են այնպիսի պայմաններ, որ քննություններից կտրվեն, եւ ընդհանուր չէ, ԿՊՆ-ն առանձին սենյակում է հանձնում։ Իդեպ այո, մենք կճշտենք, որտեղ այսօր ենք այդ տեղեկությունը ստացել։ Այն մարդկանց, ովքեր որոնք դիմադիրներն են, հա, այս մարդկանց ամեն ինչ անում են քննություններից կտրում են, պարոն Ղազարյան, այդ հապուր տեղերի վրա բերում դնում են ԿՊ-ի անդամներին, այսինքն սրանք հիմիկվանից արդեն պատրաստվում են շատ լուրջ, պատրաստվում են խորհրդանական ընտրությունների նույնիսկ այս ձևաչափով, որպեսզի ԿՀ անդամների մեջ ընդդիմությունը նաև չունենա իր ներկայացուցիչները։ Հասկանում եք ինչ սրիկայություններ են անում։ Ինչ են անունը դրա, այն կենտրոնական Վահագն ինչա։ Հովակիմյան։ Ահա։ Վահագն Հովակիմյան։ Մենք դες հարցում կուղարկենք այսօր։ Որպեսզի Վահագն Հովակիմյանի որևէ մեկը չշփոթի Ֆանտոմասի հետ չմտածեմ մենք ուրիշ մարդու մասին ենք խոսում։ Էդ են նույն մարդն։ Բայց այն Ֆանտոմասը կարգին տղա է, հա։ Էդ են նույն մարդն է, վա, ինքը Ֆանտոմասը չի։ Նման է։ Ֆանտոմասը կարող է նմանալ, բայց ինքը չի։ Վահագն Հովակիմյանը այն մարդն է, ով որ Նիկոլ Փաշինյանը երբ որ եղել է հայկական ժամանակ օրաթերթի խմբագիր, ինքը եղել է այդ խմբագրությունում լրագրող, չունենալով լրագրողական եւ քանի անգամ գործիցան է Նիկոլ Փաշինյանը նրան։ Դա ասելա, որովհետեւ ես ինչ արեցի, դու տենց լրագրող չդառար։ Էդիկ ոչ մի բան չդառած մասնագիտություն չունեցող Վահագն Հովակիմյանը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը դառել է ազգային ժողովի падգամավոր, Վահագն Հովակիմյանը եղել է падգամավորի օգնական, Նիկոլ Փաշինյան падգամավորի օգնական։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը դառել է վարչապետ, Վահագն Հովակիմյանը ԿՊ Գիմքայելի, հետո ԿՊ-ի ցուցակով դառել է ազգային ժողովի падգամավոր։ Հետո ինքը իրան ընտրել է կենտրոնական ընտրական, գիտեք, չէ՞, կենտրոնական ընտրական հանրաժողովի նախագահ ընտրվելուց, եթե ինքը իրան չընտրեր, չէր անցնում։ Մի ձայնի տարբերության բան տրվել, իր ձայնը որոշիչ է եղել, իրեն կենտրոնական ընտրական հանրաժողով նախագահ։ Հիմա հանրաժողովի մյուս անդամներին նույնպես ԿՊ-ն առաջադրել է ընտրել։ Նայ ինստիտուցիոնալ մեխանիզմներ, այսինքն այն հարցերը, որոնք լինեն հանրաժողովի իրավասության ներքո, հանրաժողովը խոչընդոտ ստեղծի։ Տեսեք, վաղաշաբաթի ընտրությունները ինչ։ Ընտրություններից 1 օր առաջ Կենտրոնական ընտրական հանրաժողովը սեփական նախաձեռնությամբ քննարկում է 3 դիտորդական առաքելությունների դիտորդությունից զրկելու հարցը, այո։ Սա գիշեր տարավ պահես կենտրոնական մարդիկ առավոտը ժամը 6-ից պիտի գնան արդեն մինչև իրիկոն։ Հետո իհարկե չզրկեց, բայց արդեն գործը արել էին, կերտոտ գործ արել։ Այսինքն որտեղ տեղական ընտրություններում իրանք ավելի մեծ իրավասություններ չի, այդ կարեն անային, այդ էլ արեցին։ Այո։ Դե համապետական ընտրությունը մենակ իրանք են կարող։ Դե հիմիկվանից արդեն անում են։ Հիմա նայեք, ասենք թե պատկերացրեք, ենթադրենք այդ ձեր ասած, հայրենի կուսակցությունը գրանցվել է, չէ՞։ Չէ, հիմա որտեղ արդեն գրանցված կուս, օրինակ մեր ձևովին որպես կուսակցություն կարող է չգրանցել։ Արդեն, բայց գրանցված կուսակցությունը տվեց չին կարա, չէ՞, կենտրոնական ընտրական հանրաժողովը դի գրանցի։ Գրանցելուց հետո նախընտրական շրջանում մի շաբաթ հետո կարա գրանցումը չեղարկի։ Ամեն ինչ էլ կարող արի։ Եթե չեղարկեց ում պիտի դիմես։ Դատարան։ Ընտրությունների արդյունքները որտեղ պիտի դիմես։ Սահմանադրական դատարան։ Ես քանի որ դատարանի որոշման սահմանափակում ունեմ։ Վերջ, ստեղ փակում ենք թեման։ Ես իրանց ցավը տանեմ։ Այս լավ նոտայի վրա մենք ավարտում ենք մեր այսօրվա տարեվերջյան զրույցը Մետանոյայի, մենք կհանդիպենք հունվար ամսին, ինձ մնում է միայն հիշեցնել եւս մեկ անգամ, որ այսօր իմ տաղավարում հյուրընկալվել էր հանրային քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, պարոն Ղազարյան, ինձ մնում է միայն ձեզ մաղթել ամենայն բարիք, թող ես գալիք նոր տարին բոլորիս համար փոփոխությունների տարի լինի, բայց հումորով հիշեցի 3 Իտալիայի վարչապետուհին կին է, այսպես շատ դրական դեմքի արտահայտությամբ ասում էր, այո, դուք դժգոհ եք, հարգելի իտալացիներ, որ կյանքը դժվարացել է այս տարին իսկապես
շատ ծանր տարի էր, բայց ձեզ պետք է ուրախացնեմ, գալիք տարին շատ ավելի վատն է լինելու։ Հենց որ վայելեք այսօրվա օրը։ Այո, այս դրական նոտայով այս Աշոտը Երևանում գտնվելու փոխարեն կարող գնա այնտեղ իր անձնագրով եւ հանձնվի Ադրբեջանի իշխանություններին։ Նա մնացել է Երևանում, ինձ հետաքրքիր է, ինչի մինչեւ հիմա նա Բաքվում չի, որ պատրաստ է իր որդուն պատանդի կամ ցանկացած այլ կարգավիճակով հանձնել Ադրբեջանի իշխանություններին գերիների վերադարձը ապահովելու համար։ Պայմանավորվում է, որ նստեն մեքենա, զրուցեն, տեղ գնան եւ այլն։ Եվ ինքը մեքենայի ընթացքի ժամանակ իրան դուրս անետում մեքենայից։ Ինչի համար։ Եվ ես որոշել եմ որպես հայ ժողովրդի կողմից ընտրված ժողովրդական վարչապետ մի անակնկալ մատուցել ձեզ եւ Հայաստանը նվիրել ձեզ ձեր հայրիկի ծննդյան 100-ամյակի առիթով։ Գիտեմ, որ դա նրա վաղեմի երազանքն է եղել։ Մեծահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արտուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ, բարի երեկո։ Բարոյ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, կուզենայի առաջի հարցը, այսպես Նիկոլ Փաշինյանի իշխանության, այսպես կառավարման 5 տարիների մասին, ինչի մասին են այդ տարիները։ Իմ խորին համոզմամբ եւ գնահատումներով Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել զանգվածային խաբեության հետևանքով։ Այսինքն չարաշահելով մարդկանց վստահությունը, հիմնվելով նրանց ամենաազնիվ, ամենաբարի, ամենաանկեղծ պատկերացումների վրա, վերափոխելու մեր հանրային կյանքը, ունենալու ավելի լավ երկիր, զերծ ամեն տեսակ թերություններից, ավելի անվտանգ, ավելի ապահով, ավելի լավ արդար կառավարմամբ, նման պատկերացումներով մարդիկ դուրս էին եկել փողոց եւ աջակցություն էին ցուցաբերել իրեն, հավատալով իր այդ ժամանակվա հնչեցրած խոստումներին, ձևավորված սպասումներին, բայց պարզվեց, որ նա ընդհանրապես խարդախ խաբեբա է, որովհետեւ բացի դրանից, որ իշխանության գալուց հետո կործանման տարավ մեր հայկական երկու պետականությունները, նաև սկսեց գործել իր իսկ տված խոստումներին տրամագծորեն հակառակ քայլերով եւ գործողություններով եւ տանելով մեր ժողովրդին պատերազմի մեծագույն աղետի իր ամենամեծ պատմական նշանակություն ունեցող ողբերգական հետևանքներով նա նաև սկսեց հանրային կյանքում մտցնել այնպիսի երևույթներ, ինչպիսիք էին իշխանության բռնազավթումը, որի հիմնական դրսևորումը եղավ 2021 թվականին։ Եվ նրա իշխանությունից նաև դրանից հետո սկսեցին օգտվել ընդամենը Ադրբեջանն ու Թուրքիան։ Դրա համար ես հակված եմ այդ իրադարձությունները 2018 թվականի որակել իբրև ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, նկատի ունենալով դրա շահառուներին, այսինքն ոչ թե մասնակիցներին, ովքեր խաբեության զոհ են դարձել այդ իրադարձությունների ժամանակ, այլ դրա հիմնական շահառուներին Ադրբեջանի եւ Թուրքիային։ Այսինքն ամփոփելով կարճ ասած, դա խաբեությամբ ժողովրդից զավթված իշխանությունն է, որը հետագայում պահպանվել է միայն բռնությունների եւ իշխանազավթման հետևանքով եւ ծառայեցվում է իչարս հայ ժողովրդի եւ ի բարօրություն դրա ճշնամիների։ Արցախի հանրապետությունը այսպես արդեն 6 ամիս, շրջափակման մեջ է, 120,000 բնակիչներ գերեվարված։ Այս առումով մենք անելիքներ ունենք, թե ոչ, որովհետև ես ինչքան որ հասկանում եմ, մենք այսպես, չգիտեմ, անճարություն ասեմ, թե անտարբերություն, բայց թողել ենք Արցախցուն իր ցավի հետ մենակ։ Իշխանություններն էլ այսօր հայտարարում են, որ Արցախցին պետք է որոշի իր ճակատագիրը։ Դա ես իհարկե համաձայն եմ ձեր այդ գնահատականի հետ, որ Արցախում մեր հայրենակիցները գերության մեջ են հայտնված, որովհետև ես ի սկզբանե չեմ համաձայնել այն թեզին, որ դա շրջափակում է, որովհետև այդ գերությունը սկսվեց 2022 թվականի դեկտեմբերից Շուշիի մոտակայքում ճանապարհը փակելու հետևանքով, որին նախորդող իրադարձությունն է հոկտեմբերի 6-ի Պրահի հայտարարությունն էր,
որով Նիկոլ Փաշինյան ասաց, որ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ Իլհամ Ալիևն էլ հայտարարեց, որ դա պատմության մեջ առաջին անգամ էր, որ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ այդ պահից հետո նրանք անցան այդ արկածախնդիր քայլերին, փակեցին ճանապարհը, որից հետո դրեցին տարբեր պայմաններ, այդ թվում, որ պետքա դրվի ադրբեջանական հսկիչ անցակետ։ Հիմա տեղադրված է ադրբեջանական հսկիչ անցակետը եւ տոտալ փակված է Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը, խախտելով մինչ այդ գոյություն ունեցող բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում նոյեմբերի 9-ի թեկուզ մեզ համար կապիտուլյացիոն բնույթի հայտարարության դրույթները։ Սա անթույլատրելի է, սա նաև ապօրինի է, որովհետև Հայաստանի պետության դիրքորոշումները չեն արտահայտվում տարբեր քաղաքական գործիչների այս կամ այն երևույթների նկատմամբ ունեցած պատկերացումներով։ Դրանք արտահայտվում են մեր պետության հիմնադիր փաստաթղթերով, օրենքներով, սահմանադրությամբ եւ մեր պետության, մեր ժողովրդի շահերով։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն հիմնադրվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության մասին հռչակագրով։ Իսկ այդ հռչակագրում հղում է արվում, այսինքն պետության ստեղծման հիմքում դրվում է Հայաստանը Արցախի հետ վերամիավորման Գերագույն խորհրդի եւ Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Այսինքն Արցախահայությունը եւ Հայաստանը, Արցախը եւ Հայաստանը դա մեր պետության հիմնադրման հիմքում է դրված։ Մեր պետությունը այդ գաղափարախոսությամբ է ստեղծված եւ ամբողջ ժամանակաշրջանում մենք ապրել ենք որպես մեկ միասնություն։ Այո, ունեցել ենք խոչընդոտներ մեր միասնությունը խաթարող, դա եղել է առաջին պատերազմ Արցախյան, որտեղ մեր ժողովրդի հավաքական ջանքերի, մեր ժողովրդի հերոսական զավակների, սխրանքների, հերոսագործությունների արդյունքում հնարավոր է եղել ազատագրել Արցախը, դրա շուրջ ձևավորել անվտանգ գոտի եւ տարիների ընթացքում դիվանագիտական ջանքերով հնարավոր է եղել առնվազն պահել այն ստատուս քվոն, այն ձեռքբերումները, որ կերտվել էին մարտի դաշտում։ Եվ մեզ համար այս տրամագծորեն հակառակ ողբերգական փոփոխությունները, զարգացումները սկսվել են 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Եվ հիմա մեզ պետք է արժանապատվության հեղափոխություն, որպեսզի մենք մաքրենք այս ադրբեջանա-թուրքական հետքը մեր հանրային կյանքից եւ վերադառնանք օրինական, տրամաբանական մեր ընթացքին։ Այսինքն այն է, Հայաստանը պատասխանատվություն է կրում Արցախում ապրող մեր հայրենակիցների համար, ինձ համար որևէ տարբերություն չկա։ Մեր հայրենակիցներն ապրում են Գյումրիում, Իջևանում, իմ ծննդավայր Վայքում, թե Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում, Հադրութում, եւ եթե պատերազմական գործողություններ են եղել, որ խաթարել են նրանց կյանքի հենքը, մենք պետքա վերադարձնենք մեզ մեր բնականոն կյանքին։ Իսկ դա լրիվ հնարավոր է։ Հիմա անդրադառնանք առևանգմանը, օրերս տեղի ունեցավ հերոս մեր Գայանեի հետ կապված ձերբակալություն եւ Աշոտ Փաշինյանի, այսպես չգիտեմ միջադեպ ասեմ թե առևանգում ասեմ, բայց ամեն դեպքում կուզենայի հասկանալ նախ ինչ է նշանակում առևանգում եւ հետո ինչ կողմնակալ այսպես մոտեցում է տեղի ունենում մեր երկրում, որովհետեւ հենց ձեր օրինակը բերեմ, հիշում եմ, որ ձեր մուտքի մոտ, շենքի մուտքի մոտ ձեզ մարմնական վնասվածք հասցրեցին։ Դաժան բռնություն են գործում։ Այո, եւ փախուստի դիմեցին եւ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց։ Ուզում եմ հասկանալ դա առևանգում էր թե ոչ, եւ նաեւ հիշում եմ տարիներ առաջ Նարեկ Մալյանի դեպքը, նույն այսպես ինչ որ տղաներ, հա, խուլիգանական արարք թույլ տվեցին եւ որոշեցին աղբամանը տանել եւ գցել, այդպես է չիմացանք իսկապես աղբամանը պետք է գծեին, թե պետք է տանեին որպես ինչ որ մեքենան կամ մորթեին, չգիտես։ Ուզում հասկանալ առևանգումը ինչ է եւ տարբերությունները, ինչու ձեզ վնասող մարդը այսօր ազատության մեջ է, իսկ այն, որ Տիկին Գայանեն կարծես ոչինչ չի արել, ընդհանրապես խնդրել է մեքենան նստել, հա, այսօր կինը մեր հերոսի մայրը անազատության մեջ է։ Նախ մեկնաբանություններին հասնելուց առաջ ձեր ներկայացրած օրինակների համադրությունը մեկ եզրահանգման է բերում, որ եթե որևէ ապօրինություն
ցանկացած տեսակի իրականացում է ընդդիմադիր գործիչների, հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ, դրանք մնում են անպատիժ եւ անհետևանք։ Որևէ մեկը դրանց համար պատասխանատվություն չի կրում։ Իսկ եթե ամենաթեթև անգամ հանցանք չպարունակող որևէ գործողություն տեղի ունենում իշխանության մարմինների, նրանց ընտանիքի անդամների ներկայությամբ, ապա անմիջապես դրան հաջորդում են պատժի պատասխանատվության ամենախիստ միջոցները։ Ընդհանրական վերաբանը սա է։ Դուք բերեցիք մեր շենքի բակում իմ նկատմամբ իրականացված դաժան բռնություն, դա առևանգում չէր, դա դաժան բռնություն էր, որը իրականացվել է օրը ցերեկով բազմաթիվ տեսախցիկների աչքի առաջ եւ ողջ իրավապահ համակարգը չի կարողանում բացահայտել 8 ամսից ավել մի բռնություն հասարակական գործի նկատմամբ, որը պայմանավորված է բացառապես իմ հասարակական քաղաքական գործունեությամբ։ Ես իրավապահ մարմիններին էլ եմ ասել, հանրային խոսքում էլ եմ ասել, հիմա էլ, որ ես չունեմ որևէ անձնական, նյութական, ֆինանսական, չգիտեմ, ընտանեկան պատճառներ, որը կարող էր որևէ մեկի մոտ իմ նկատմամբ հաշվեհարդարի պատճառ հանդիսանալ։ Հարաբերությունների մեջ երբևէ չեմ եղել։ Դա ակնհայտ է, որ պայմանավորված է միայն իմ հասարակական գործունեությամբ։ Բայց օրինակ ինձ առևանգել են ոստիկանական համազգեստով մարտիկ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին։ Ազգային ժողովի ընդունանից դուրս եմ եկել, տապալել են գետին, հագցրել են ձեռնաշխտաներ, տարել ոստիկանության բաժին։ Նույնիսկ վարչական պատասխանատվության չէ ենթարկել ինձ։ Մինչև հիմա։ Բայց իմ դիմումով հարուցվել է քրեական վարույթ եւ ամիսներ անց է իրավապահ մարմինները չգիտեն թե որ ոստիկաններն են իմ նկատմամբ իրականացրել դաժան բռնություն եւ մնացել անպատիժ։ Եվ այս շարք։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի որդու դեպքին, ես կարծում եմ, որ այդ դրվագը ակնհայտ սադրանքի էլեմենտներ է իր մեջ պարունակում վարչապետի ընտանիքի կողմից։ Մի քանի առումով։ Առաջինը։ Նախ նրա տղան իրանից առանձնապես ոչինչ չի ներկայացնում։ 21 տարեկան երիտասարդը ոչ միտեղ ոչ սովորում, ոչ աշխատում, մնաց է փողոցներում։ Այն դեպքում, երբ որ նա հիմա վաղուց պետք է լիներ Բաքվում, որտեղ 2021 թվականի հունիսին նրա հայրը Արագածոտնի մարզում նախընտրական ելույթի ժամանակ ասաց, հայտարարեց, որ պատրաստ է իր որդուն պատանդի կամ ցանկացած այլ կարգավիճակում հանձնել Ադրբեջանի իշխանություններին գերիների վերադարձը ապահովելու համար։ Անկամ հանձնարարություն տվեց ազգային անվտանգության ծառայությանը սկսել բանակցություններ այդ գործընթացը իրականացնելու։ Աշոտ Փաշինյանը գրառում կատարեց Facebook-ում իր պատրաստակամությունը հայտնել մասնակցելու, մայրը գրառում կատարեց, ասաց, որ ինքը չի առարկում, որ դա տեղ ունենա։ Բայց դա տեղի չունեցավ։ Նա մնացել է Երևանում, ինձ հետաքրքիր է, ինչի մինչև հիմա նա Բաքվում չի։ Անկամ եթե ԱԱՑ-ին չի հաջողվել բանակցել, հիմա Լաչինում տեղադրված է ադրբեջանական ԱԱՑ սահմանապահ զորքերի անցակետ՝ ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի։ Աշոտը Երևանում գտնվելու փոխարեն կարող գնա այնտեղ իր անձնագրով եւ հանձնվի Ադրբեջանի իշխանություններին։ Թե ինչի է նա մնացել Երևանում, չգիտեմ։ Երկրորդ, օրենքով հատուկ պահպանության ծառայության հարաբերությունները կարգավորող հատուկ պահպանվող անձանց վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները պետական պահպանության հոգացության ներքո են, նրա պահպանության օբյեկտ է հանդիսանում։ Բայց արդեն որերորդ միջադեպն է տեղ ունենում Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ, հիշում եք ազգային ժողովի նախագահը ասաց, որ մի անգամ էլ փողոցում նրա նկատմամբ բռնություն ա եղել։ Նա հերքեց։ Բայց պարզվեց որ չէր եղել, այո։ Կամ էլ եղել էր ինքը հերքեց։ Այսինքն դա որ ինքը ասում է չի եղել, դա չի նշանակում որ չի եղել։ Որտեւ ազգային ժողովի նախագահը չեմ կարծում որ պատահական մարդ է, մանավանդ որ մտերիմ, միգուցե տեղյակ է եղել, ուղղակի Փաշինյանը որդին հերքեց դա։ Հիմա հարց առաջանում պետական պահպանության օբյեկտը ինչի է մնացել առանց պահպանության, որովհետև պահպանության պարագայում ակնհայտ է, որ նման միջադեպերի ռիսկերի հավանականությունը շատ քիչ է։ Երկրորդը, թե ինչ է նշանակում առևանգում, դա քրեական օրենսգիրքը նկարագրում է, դա բռնության գործադրման, մարդուն հատուկ այստեղ տեղի ունեցել տեսանյութերը հրապարակվել են, բոլորս տեսել ենք։ Նորմալ, հանգիստ, նույնիսկ առանց վիրավորանքների, առանց հայոյանքների, մարմնական վնասված չի ստացվում, որևէ ասենք ֆիզիկական միջամտություն չի, զուտ մարդկային խոսակցությամբ պայմանավորվում է, որ նստեն մեքենան, զրուցեն, տեղ գնան եւ այլն, եւ ինքը մեքենայի ընթացքի ժամանակ իրան դուրս անետում մեքենայից։ Ինչի համար։ Եթե ցանկացել է որ կանգնի որ իշտեն, մեքենան փողոցի երթևեկելի գոտում չի կարելի կանգնացնել։
Միգուցե նա պետք է սպասեր, որ երբ որտեղ որ հատվածը որ հնարավոր լինի մեքենան կանգներ, այնտեղ կանգներ, այսինքն սա դրանք է եւ նրա առանց պահպանության մնալը, նախ Երևանում մնալը, առանց պահպանության մնալը։ Գուցե adekvat չի։ Այո, չգիտես նա ինչով է զբաղվում, նորից եմ ասում, ասենք հիմա այդ տարիքի տղան կամ պիտի ուսանող լիներ կամ ինչ-որ միտեղ սովորեր։ Մնացե փողոցներում։ Տեղեկություններ կա, որ ընտանիքի հետ չի ապրում։ Այսինքն ծնողները տեղյակ չեն նա ինչով է զբաղվում եւ անհասկանալի մի հատ մարդ։ Սա դրանք է նրա առանց պահպանության մնալը։ Այդ կոնտակտի մեջ մտնի։ Կամ եթե դու մարդկանցից անհանգստություն ես, եւ չես նստում այդ մեքենան։ Նստել ես մեքենան, սպասիր, որտեղ որ կկանգնի, դեղ էլ կիշնես, ինչես քեզ մեքենայից գցում։ Եթե քեզ մեքենայից գցել ես, առողջությանդ ոչ մի վնաս չի պատճառվի, բժշկի չես դիմե, հիվանդանոց քեզ չեն տարի, չէ, ոչ մի վնասված չես կրե։ Չես դիմե, ինչ ա եղել քո հետ, որ դու դիմել ես ոստիկանություն, որ քրեական գո ինչ են արել քեզ, ով է ինչ արել քեզ։ Դու նստել ես մեքենան, դու քեզ մեքենայից գցել ես դուրս։ Ով է այնտեղ մեղավոր դրա համար։ Ակնհայտ է, որ սա դրանքի մի համակցություն է, որի տուժողը փաստացի զոհված զինծառայողի հերոսացին մայրն է, ընդ որում այն կազմակերպության անդամ եւ ներկայացուցիչ, որը վերջերս հայտարարել էր քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության մասին։ Հիմա նաև ստացվում է, որ մենք այսպես խոսում ենք շարունակաբար, հա, այդ ընտանիքի մասին եւ ցավոք սրտի նրանք մեր բոլորի ճակատագիրը որոշողներ են դարձել ակամայից։ Հիմա արդյոք Նիկոլի իշխանությունից ազատելու այս հանգամանքը ազգային անվտանգության ծառայության խնդիր չի։ Միանշանակ դա այդպես է։ Այսինքն միայն մեր հրապարակային խոսքում ներկայացված փաստերը եւ այլն ինչի վկայություն են, որ Նիկոլ Փաշինյանը, այո, եւ նրա մասնավորապես կինը, որը ուղիղ ներգրավված է պետական կառավարման գործերին, մենք դա ականատեսն ենք լինում հենց իր կողմից կատարվող իր գործունեության մասին հրապարակումներին, ինչ որ աննախադեպ Հայաստանի ոչ մի ղեկավարի ընտանիքի անդամների պարագայում մենք նման բանի ականատես չենք եղել, կնոջ մասնակցություն պետական գործերին, հանրային գործերին եւ այլն։ Ակնհայտ է, որ նրանց գործունեությունը ամենամեծ անվտանգային սպառնալիքն է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար։ Եվ ընդ որում դա ոչ թե վարկած է, որ հնարավոր է, որ սպառնալիք առաջացնի, արդեն ապացուցված սպառնալիք է։ Այսինքն ուրիշ ինչ ապօրինություններ նա պիտի աներ վտանգելու համար մեր ժողովրդի անվտանգությունը, որին արդեն զոհ են գնացել հազարավոր մարդիկ։ Այդ չասեմ, որ այդ գործողությունների մեջ կան բաներ, որոնք ակնհայտ հանցանքի տարեր են պարունակում։ Մեր իդեպ ասեմ, սա առաջի դեպքը չի, չէ՞, այս Նիկոլ Փաշինյանի կառավարությունում էլ որ Պաշտոնյան ձերբակալվում է պաշտոնավարման շրջանում։ Վերմիշյանին դատապարտեցին 8 տարվա ազատազրկման։ Նա ձերբակալվել է իր գրեթե նախարարի կարգավիճակում, կառավարության առընթեր մարմնի ղեկավարի կարգավիճակում։ Փոխնախարարներ են ձերբակալվել, Երևանի փոխքաղաքապետ, պաշտոնյա է, որ իր պաշտոնավարման շրջանի գործունեության համար դե ինչ տարբերություն ենթադրենք կառավարության առընթեր մարմնի ղեկավար, թե կառավարության ղեկավար։ Եթե հանցանք է գործում իր պաշտոնական դիրքով, նա պետք է պատասխանատվության ենթարկվի եւ ազգային անվտանգության ծառայությունը որպես պրոֆեսիոնալ մարմին, անկախ դրանից որ դա կոչվում է վարչապետին ենթակա, դա չի նշանակում, որ ինքը պետք է աչք փակի վարչապետի ապօրինությունների վրա։ Դա նրանց խնդիրն է։ Տեսեք, ասենք օրինակ ասում ենք, չէ, որ մեր երկրի հիմքը անկախության հռչակագիրն է, որը ավելի արժեքավոր է, քան սահմանադրությունը, որովհետև սահմանադրությունը ընդունվել է դրա հիման վրա։ Հիմա Հայաստանի վարչապետը հենց հիմա հանդես է գալի հայտարարություններով Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու, Հայաստանի տարածքի մասին թվեր հրապարակելու, որոնց մասին կադաստրի կոմիտեն տեղյակ չի, որ Հայաստանի տարածքը տես կլոր թվերով 29842 կիլոմետր է։ Դա այդպես հայտարարություններ են, դրանք ապօրինություններ են։ Նրանք անմիջապես պետք է կանխեն այդ ապօրինությունները։ Հիմա մենք բոլորս մտածում ենք, ասում ենք հանրահավաք անենք, մարդիկ դուրս գան փողոց, չգիտեմ, այս ինչ են անի, այն ինչ են անի, բա նրանք ինչ պիտի անեն։ Նրանց խնդիրը անվտանգության ցանկացած սպառնալիքի չեզոքացումն է, անկախ դրանից, թե սպառնալիքը որտեղից է գալի։ Հիմա պատկերացրեք, ես ասենք այդ օրինակը բերում եմ մի քիչ շատ այնց բան է թվում, էլի, վերացական է թվում, բայց գործող հայտարարությունները դրանից չեն տարբերվում։ Ասենք օրինակ վարչապետը հայտարարի,
Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասի, որ պարոն Ալիև տեղեկացել են, որ այս տարի հոբելյանական է ձեզ համար, ձեր հայրիկի ծննդյան 100-ամյակն է, 100-ամյակի տարի է, եւ ես որոշել եմ որպես հայ ժողովրդի կողմից ընտրված ժողովրդական վարչապետ մի անակնկալ մատուցել ձեզ եւ Հայաստանը նվիրել ձեզ ձեր հայրիկի ծննդյան 100-ամյակի առիթով։ Գիտեմ, որ դա նրա վաղեմի երազանքն է եղել տեսնել միավորված թուրքական պետությունները, ոչնչացված հայ ժողովուրդ։ Եվ ես ուզում եմ հաշվի առնելով, որ դուք շատ կիրթ եք, բարեկիրթ, շատ լավ եք տրամադրված իմ հանդեպ, ուզում եմ մի անակնկալ անել ձեզ եւ նվիրել ձեզ Հայաստանի Հանրապետությունը։ Ուղղակի մի խնդրանք ունեմ, որ թողնեք, որ կառավարական շենքում ես մի աշխատասենյակ ունենամ եւ Հրազդանի կիրճում մի գեղեցիկ ամառանոց, ծառայողական մեքենաներ, սպասավորներ, եթե այդ պայմանով ուզում եմ ձեզ նման մի նվեր անել։ Դեռ չի ասել Հայաստանը եւ վերջ։ Իմ ինչ տարբերություն, ասենք, իմ էս ավելի իրոնիկ թվացող հայտարարության եւ նրա վերջի, ասենք, Բրյուսելում կամ Ռեյկյավիկում ունեցած հայտարարությունը բացարձակ տարբերություն չկա։ Բացարձակ։ Ինչ է նշանակում ես քեզ նվիրում եմ Արցախը։ Որտեղից ես նվիրում։ Որտեղից ես ճանաչում Ադրբեջանի տարածքները ինչ-որ թվերով, աշխարհագրական օբյեկտներով, անուններով։ Այսինքն ով է տեսել պետության տարածքային ամբողջականություն ճանաչելուց վկայակոչես տարածքի թվեր կամ քանի գետ է անցնում այդ երկրի տարածքով, նրանց ընդհանուր երկարությունը քանի կիլոմետր է, քանի լճեր կան։ Հիմա ասենք օրինակ Ուրմիա լիճը չորանում է։ Այդ չորացման արդյունքում Իրանի ցամաքային տարածքը մեծանում է։ Որտեղ մինչև հիմա ջրի տակ էր, հիմա արդեն ցամաքային տարածք է։ Հիմա Հայաստանը չի ճանաչում Իրանի տարածքային ամբողջականությունը, որովհետև թվերը փոխվել է։ Ինչ է նշանակում թվերով ճանաչել պետության նման բան երբևէ տեղի չի ունեցել։ Օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարա ասի հարևան Վրաստանի տարածքային ամբողջականությունը քանի հազար քառակուսի կիլոմետրով է ճանաչում։ Այսինքն դրա մեջ հարավային Օսեթիա եւ Աբխազիայի տարածքը կա թե չէ։ Կամ ինչ գիտես դու այլ պետության տարածքի մասին։ Կամ թեկուզ մեր երկրի տարածքը չէ, Ադրբեջանի հետ դու ընդամենը սահման ունես, բայց մենք սահման ունենք նաև Թուրքիայի, Վրաստանի եւ Իրանի հետ։ Ասենք Թուրքիան ասում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարից ելնելով ես ուզում եմ վերականգնել պատմական արդարությունը եւ Կարսի նավահանգը վերադարձնել Հայաստանին։ Ու Հայաստանի տարածքը միանգամից թիվը փոխվում է։ Ստացվում է որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջական։ Պետությունների միջև սահմանները ըստ պետական սահմանի մասին օրենքի որոշում են միջազգային պայմանագրով կամ օրենքով։ Այսինքն վաղուց արդեն օրենքներով չեն շարժվում։ Այսինքն այս մարդը ինչ անում։ Մի կողմա դրե մեր պետության հիմնադիր բոլոր փաստաթղթերը կլինի դա անկախության հռչակագիր, կլինի դա սահմանադրություն, օրենքներ միջազգային պայմանագրերի մասին, օրենք ենթադրենք պետական սահմանի մասին, օրենք վարչատարածքային բաժանման, ամենը դրել է մի կողմ եւ իր համար իր կմահաճություններով, իր ինտելեկտուալ պատկերացումներին համապատասխան որոշումներ է կայացնում, ասենք գնում Արագածոտնի մարզում, խարույկ վառում, երեխաների հետ դպրոցական նստում զրուցում, այդ նույն շորերով առանց լողանալու, առանց զգեստափոխվելու գնում Բրյուսել նույն բաների մասին խոսում միջազգային ասպարեզում։ Սա ուղղակի խայտառակություն է եւ ապօրինություն է։ Եվ ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ, որ դրա կանխողը պետք է լինեն իրավապահ մարմիններ։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հուսանք, որ կազատագրվի Հայաստանի Հանրապետությունը եւ նաեւ Արցախի Հանրապետությունը։ Դա հուսալուց բացի նաեւ մեզանից յուրաքանչյուրի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է պահել, պահպանել լույսի պես ամենաթանկը, որ գոյություն ունի բնության մեջ եւ երկրագնդի վրա, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Նախորդ տարի ենք հանդիպել եւ այս տարվա ընթացքում դուք ամեն օր շատ ակտիվ եք, ես չեմ ասում ամեն ամիս, դուք ամեն օր ակտիվ եք, պարոն Ղազարյան, եւ դուք ամեն օրվա տեղեկատվությանը արձագանքում եք, ձեր վերլուծությունները անում եք։ Ես ճիշտն ասած միշտ զարմանում եմ դուք ոնց եք այդքանը հասցնում։ Մեկ ես էլ եմ զարմանում, բայց արդեն տեմպի մեջ եմ։ Բայց տեմպի մեջ եք եւ որևէ բան չկա, որ աչքաթող անեք, ընդհանուր ձեր հաղորդաշարերը, շարքերը եւ այլն եւ ուղիղ եթերները եւ ամենագլխավոր այսօրվա թեման իմպիչմենթի գործընթացն է։
որի շուրջ լսումները տեղի ունեցան մի քանի օր առաջ ազգային ժողովում, բավականին լայն քննարկում էր, տարբեր քաղաքական կուսակցություններ, հանրային գործիչներ եւ այլն, ձեր ելույթը շատ լավն էր, ես լսեցի եւ հենց անմիջապես on-line ձեզ արձագանքեցի։ Ինչ սպասել սրանից, պարոն Ղազարյան, եւ ընդհանուր այս ամեն ինչը տեսնելուց հետո ինչի շուրջ կոնսենսուս եղավ կամ եղավ թե ոչ։ Փաստն է, որ իմպիչմենտի շուրջ, եթե մինչև մեր նախաձեռնությունը ապրիլի падգամավորները առհասարակ որևէ քայլ չէին ձեռնարկում, մեր նախաձեռնությունից հետո առանձնապես ակտիվություն չէին ցուցաբերում, նույնիսկ որոշակի դիմադրություններ նկատվում հենց ընդդիմադիր քաղաքական գործիչների, խորհրդարանական ուժերի կողմից, աստիճանաբար այսօր մենք արդեն ունենք մի իրավիճակ, որ բացի դրանից, որ կա պաշտոնական նախաձեռնություն, այդ նախաձեռնության շուրջ կա նաև հասարակական որոշակի կոնսոլիդացիա, որովհետև այդ խորհրդարանական լսումները ինքնանպատակ չեն, ընդհանրապես լսումների ինստիտուտը ինչի համար է, որ այն հարցերը, որոնք ազգային ժողովում քննարկման ենթակա են, դրանց շուրջ այլ քաղաքական ուժեր, գործիչներ, փորձագետներ առհասարակ եմ ասում, գալիս են ազգային ժողով, իրենց կարծիքները հայտնում են, որը որ պիտի կողմնորոշիչ դառնա падգամավորների համար հետագա որոշումները կայացնելու համար։ Հիմա մենք որ նայում ենք դահլիճին, թե ինչ կոնտինգենտ էր հավաքված այդ դահլիճում, ըստ էության դա լայն հասարակական կոնսոլիդացիա էր, որովհետև այդ դահլիճում էին տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք այդ դահլիճում են, որովհետև համաձայն են այդ գաղափարին։ Այսինքն, եթե պարլամենտում կա 3 քաղաքական ուժ, որոնցից մեկը նախաձեռնել է անվստահության գործընթաց, մյուսը դեմ է, որովհետև ըստ էության իրանց հիմնական առաջնորդին պետք է պաշտոնազրկեն, հեռացնեն իշխան, իրանց ձևավորած կառավարությանը, բայց դա միևնույն այնտեղից մասնակցություն պետք է լինի։ Լայն հասարակությունը, տարբեր քաղաքական ուժերի գործիչներ այդ գաղափարին աջակցություն են ցուցաբերում եւ մենք այդ իմաստով արդեն նոր մակարդակի ենք հասել։ Դրական ձեռքբերում կարծում եմ պետք է համարել նաեւ այդ լսումների այն, որ Հայաստան խմբակցության падգամավորները իշխան Սաղաթելյանի դեմքով հայտարարեցին, որ իրենք նույնպես կմիանան։ Սա էլ իրենց վարքագծի մեջ էլի կարծում եմ դրական պրոգրես է, որովհետև մայիսի 3-ի հայտարարության մասին, որ իրենք ըստ էության դեմ են, անվստահության դեմ են իմաստով, որ իրատեսական չեն համարում, դա հնարավոր չէ այդ իմաստով, ասին, որ իրենք դա չեն նախաձեռնելու, չեն անելու։ Հետո շատ հեղեղուկ հայտարարություններ կաված Միքայել Սրբազանի տեխնատությամբ գործընթացին, որը ոչ մեկ ոչ հայտարարել էր, ոչ սկսել էր, ոչ պաշտոնական էր, ոչ Սրբազանի համաձայնությունը կար նույն օրը պարզվեց։ Հիմա իրենք ոնց որ թե ըստ էության քաղաքական հայտարարություն արեցին, որ իրենք էլ են պատրաստ միանալու այդ գործընթացին։ Ինչ ունենք մենք այս իմաստով, այսինքն ստացվում է, որ արդեն 34 падգամավորի աջակցությունը կա եւ եւս եթե 2 падգամավոր հիմա միանա նախաձեռնությանը, իսկ 2 падգամավորներ ունեն իրենց սեփական նախաձեռնությունը, որ հաջողություն չունի, հետեւաբար եթե նրանք ազնիվ են իրենց ԿՊ-ից դուրս եկածներն են Աղազարյանը եւ Ասլանյանը, եթե իրենք իրենց նախաձեռնությունն, եթե իրենք մնացել են մենակ երկուսով այդ նախաձեռնության հետ, բայց իրենք ազնիվ են ուզում են Փաշինյանին հեռացնել, ենթադրվում է, որ իրենք պիտի միանան այն նախաձեռնությանը, որի իրագործման հավանականությունը ավելի մեծ է։ Իսկ քննարկումների արդյունքում ինչ են ասում, պարոն Ղազարյան։ Ես շնորհակալ եմ, հիմա քննարկումների չեմ մասնակցում, ես նրանց հրապարակային հայտարարություն եմ լսում, որը շատ հեղեղուկ է, այսինքն մեկ են ասում, մեկ են ասում, նշանակում է, որ դեռ իրանց լրջացնելու կարիք կա։ Պլյուս եւս 2 падգամավորներ, որոնք որ ընդդիմադիր падգամավորների քվոտա են զբաղեցնում։ Մեկը վերաբերում է Իշխան Զաքարյանին, մեկը Գեգամ Նազարյանին։ Հիմա ես կարծում եմ եւ պատիվ ունեմ խմբակցություն Իշխան Զաքարյանի մասով եւ Հայաստան խմբակցությունը Գեգամ Նազարյանը պետք է պահանջեն, որպեսզի իրենք իրենց ստորագրությունները դրեն այս նախաձեռնության տակ, հակառակ դեպքում դա մանդատները դրեն թողնեն գնան, իրենց փոխարեն նոր падգամավորներ գան, որոնք կմնան։ Նրանք մանդատ դնող լինեին, արդեն դրած կլինեին։ Ներողություն, Գեգամ Նազարյանը արդեն ԿՊ-ի հետ համատեղ Երեք ոտերի տակ ընկած քարշ էր գալի, բառը գրեթե բուն իմաստով։ Դուք նրանից բան եք ակնկալում։ Մի րոպե, ես այո ակնկալում եմ, եթե դու ԿՊ ես, թող գնա ԿՊ-ում քեզ կարգավիճակ տան։ Դու ինչ գործ ունես ընդդիմադիր падգամավորի մանդատ զբաղացնես եւ տապալես սահմանադրական կարգը, որովհետեւ մեր սահմանադրական օրենքը ընտրական օրենսգիրքը ասում է, որ խորհրդանի 1/3-ը պետք է ընդդիմություն լինի։ Եթե դու դուրս ես եկել խմբակցությունից եւ իշխանական
թեզ է զբաղել, նշանակում է 1/3 ընդդիմություն չի։ Հասկանալի է։ Այսինքն, այո, հենց որ դա չենք թողնում իր գիտակցությանը, առավել եւս, որ այդ գիտակցության adekvatության խնդիր գոյություն ունի։ Պետքա պահանջել նրանից, որ նա իր մանդատը վայր դնի, թույլտան էլի հայկական ժամանակ օրաթերթում արտաքին կապերի բաժնի պետ աշխատի։ Պահանջի ձևակերպումը ո՞նց է։ Շատ հստակ պետքա կանչել։ Ասում եք արի բան արա։ Մանդատդ վայր դեր հեռացի կամ արի ստորագրի նախաձեռնության տակ, ես կամ բան, որովհետեւ դու այդ քվոտան ես զբաղեցնում, այդ իր պարտականությունն է։ Իշխան Զաքարյանի դեպքում։ Նույնը Իշխան Զաքարյանի դեպքում, բայց Իշխան Զաքարյանը ո՞նց է դառը պատգամավոր։ Պատիվ ունեմ, պատիվ ունեմ ցանկացած ընտրող քվեարկել է որպես ხო չի քվեարկել, որ Իշխան Զաքարյանը գնա Արայիկ Հարությունյանի հետ ցեխերի մեջ համահայկական խաղեր կազմակերպի ջերմուկում։ Դրանք ընտրել են պատգամավոր, որպեսզի ընդդիմադիր ֆունկցիաներ կատարի։ Հիմա ընդդիմությունը նախաձեռնել անվստահության պիտի միանա, չէ՞, թույլ տա մտնի իր ցեխերի մեջ։ Դե լավ, հիմա այդ երկուսի խնդիրը կա, այն երկուսի խնդիրն է կա, բացի դրանից մենք ունենալու մենք այդ դեպքում, այսինքն եթե 36 պատգամավոր կամ դրանից ավել միանում է նախաձեռնությանը, ապա Նիկոլ Փաշինյանը արդեն գիտի, որ ցանկացած պահի դա կարա պաշտոնական բնույթ ստանա։ Ճիշտ է, պատիվ ունեմ խմբակցությունը խելամիտ դիրքորոշում ունի, որ 36 ստորագրությունով չեն հանձնի, որպեսզի չտապալվի, այսինքն եթե պետքա 54 կողմձայն որոշման համար, ապա պետքա հանձնել առնվազն 54 կողմում։ Բայց ինքը մյուս կողմը արդեն գիտի, որ ցանկացած պահի, եթե փողոցում մարդիկ հավաքվեն, իրավիճակը փոխվի, պաշտոնապես գործընթացի մեկնարկ տալու իրավական հնարավորություն կա։ Սա մեկ եւ երկրորդը մյուս ԿՊԵ-ականները, որ շուտ ուշ պիտի միանան, իրենք էլ արդեն գիտեն, որ այստեղ պաշտոնականի նվազագույն թիվը կա, եւ եթե մեկը ձեռից շիշն է անգնում, մեկի կոտոշնա ծռվում, մեկը են ալնում, մեկը զիբիլի վարձը չի մուծե, մեկը բանալ է, ամեն մեկը մի խնդիր ունի, իրանք արդեն գիտեն, որ ստեղ գալու հնարավորություն է, որովհետեւ ստեղ նախաձեռնություն կա, որը հակակշռում է իշխանությանը։ Տեսեք, պարոն Ղազարյան, իրականում այս impeachment-ի գործընթացը ըստ բոլոր, այսպես ասած, ընդդիմադիր շրջանակների գործիչների լավ գործիք է, որը կարելի է օգտագործել, բայց սա հաջողություն չի ունենա։ Այ բոլորը դա են ասում։ Ասում են դա մեր սահմանադրական իրավունքով տրված գործիք է, այո, լավ է, օգտագործենք, բայց մենք չենք հաջողելու։ Այսպիսի մի մոտեցում կա։ Հայաստան խմբակցությունն էլ հենց դա էր անդադ նշում, որ հա մեկա չենք կարող որևէ բան անել։ Ես էլ եմ միշտ կարծում, որ կարող է լինել բեկումնային ինչ-որ մի շրջափուլ, որ դա միշտ կարող է օգտագործելի լինել եւ շատ օգտակար։ Բայց առաջիկա 26 թվականի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել եւ ուզեն թե չուզեն բոլոր այդ քաղաքական շրջանակները պետք է պատրաստվեն ընտրություններին։ 26 թվականի ընտրություններին։ Impeachment-ը շատ լավ, թող տեսնենք ինչ ընթացք է ունենում։ Բայց ամեն դեպքում ինչ եք տեսնում դեպի 26 թվական գնացող ընտրություններում ինչ տրամադրություններ կան այսօր առհասարակ։ 26 թվականին ընտրություն անկախ դրանից ինչքան է մնաց, դա բնական process է, չէ՞, հիմա մեր կամքից կա, անկախ այսօր երեկոյան մտնելու է։ Մեր կամքից անկախ լույսը բացվելու է, հետեւաբար օրացույցի օրը փոխվելու է։ Ու տենց մենք հասնելու ենք մինչև 26 թվականի հունիս։ Հիմա եթե 26 թվականի հունիսին վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, ուրեմն մարդիկ պիտի իմանան, որ ընտրություն չի լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ընտրություն չի լինում։ Լինում է իշխանության զավթում։ Հիմա մարդիկ պետք է այդ անհանգստությունը ունենան, ով է իշխանության ղեկին ընտրությունից առաջ, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանն է, ոչ ոք պիտի հույս չունենա, որ ինքը ոչ միայն այդ ընտրություններում նախ առհասարակ պիտի հասկանան, իրանք այդ ժամանակ ողջ են ելելու թե սպանված, որովհետև արդեն նախադեպերը սկսում են այլ զարգացումներ տանեն ընդդիմադիր գործիչների, բանտում են լինելու թե ազատության մեջ, այդ բանտը Հայաստանում ալելու թե Բաքվում։ Չեք լսում ինչեր են խոսում։ Ալիևն ասում է Գիտեք, մարդիկ չեն հավատում այդ բաներին։ Դե հիմա չեն հավատում։ Կամ էլ լսում են։ Իրանց տեսածին գոնե պիտի հավատան, թե չէ։ Պարոն Ղազարյան, իրենք լսում են, մեր ժողովուրդը լսում է, այնքան է բթացել այս վատ լուրերից։ Գիտեք, այդ դժբախտ ողբերգական լուրերը եւ երևույթները, որ մեր երկրում տեղի է ունենում, մարդկանց արդեն բթացրել է, մարդ էլ չի ընկալում։ Լսում է, հասկանում է, որ վատ բան է, բայց չի զգում վտանգ այլևս։ Այդ բնազդը էլ չի աշխատում։ Սա լուրջ խնդիր է, հոգեբանական խնդիր է, կարծում եմ։ Իմ մոտ հլոր աշխատում է։ Ես էլ լսում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ասում է մեր բանտում, ընդ որում դա ասում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ապօրինի ձերբակալելուց հետո։ Դեռևս 2 հոգու ազատ տեղ կա։
Ինչ է կարծում նա ինձ ու ձեզ նկատի ունի, թե ուրիշներին։ Իմ Ես կարծիքով ենթադրում եմ։ ինքը ինձ ու ձեզ նկատի չունի։ Ինքը իմ խորին համոզմամբ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Որովհետեւ հիմա նա այդ ասել է, նրա ասելու հետ միասին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ այն գործը, որ ուղարկել են դատարան ռազմաքաղաքական ղեկը, ունի անջատված մաս, որով նախաքննությունը շարունակվում է։ Եվ այդ անջատված մասում կան մեղադրյալներ։ Այդ մեղադրյալների թվում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սամվել Կարապետյանը, մեր զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Արցախյան պաշտպանության բանակի հրամանատարները, Արցախյան առաջի պատերազմի կամավորական ջոկատի հրամանատարները, Վազգեն Սարգսյանն ու Մոնթե Մելքոնյանը այդ գործով մեղադրյալ են, որտեղ իրենց մահվան վկայականները չեն տվել Ադրբեջանի գլխավոր դատախազին, որ կարճ չի։ Նրանք էլ են մեղադրյալ։ Հիկմետ Հաջիևը ասում է խաղաղության համաձայնագրի իրագործման տեսանկյունից շատ կարևոր է, որ ձևավորվի փոխվստահության մթնոլորտ, իսկ դա կարա լինի, եթե Հայաստանում Ադրբեջանի իրավապահներից պատասպարվածներին Հայաստանը հանձնի Ադրբեջանին։ Այսինքն Նիկոլից Հիմա գալիս են պահանջում են հանձնել Իսկ Նիկոլ չի անում, Նիկոլ Փաշինյանն էլ գրում է, ասում է ԼՏՊ, ՊՏԼ, ՄՏԼ, ՇՎԼ, հելեք եկեք այդանք հավաքվենք ԱԱՑ-ի խցում, որ ընդից հեշտ է, չէ՞, փոխանցել Բաքվի բանտին, որ ես ձեզ բացատրեմ, որ դուք ռազմական հանցագործներ եք, ասում է, չէ՞, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, բոլորը ռազմական հանցագործներ եք, որտեղ մեր 18 տարի է, որտեղ Աշոտիկին ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանն է ուղարկել բանակ։ Ասում է, որ 18 թվականին, այո, մարդիկ գնում են։ Ասի Լևոն Տեր-Պետրոսյանը, ես ոսկի բանակի քեֆին է գնացած չի լինի դրա։ Ինչ մեղք ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, որ քո տաղուն դու ուղարկել ես, կամ ասենք թե Սերժ Սարգսյանն նա կանգատ վերապատրաստ է Սարգի կամավորական ուղարկի 44 օրյա պատերազմի։ Ինչ կապ ունի։ Դու ինք եթե ռազմական հանցագործություն այդ հանցագործություն անողը դու ես, չէ՞։ Բայց ինքը հիմա փորձում է այդ ռազմական հանցագործ վերագրի Ալիևի պահանջով մեր երկրի Արցախին նարել է։ Հիմա ասում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ հիմա այդ մարդիկ, ովքեր որ մտածում են, որ դե ընտրությունների գնան, ընդհանրապես իրանք մտածում են, այդ վաղ իրանք ազատության մեջ են ելնելու թե չէ, Երևանում են ելնելու թե Բաքվում։ Իմ անհանգստությունը դրան է վերաբերում։ Իսկ չեք կարծում, որ ամեն դեպքում մեր նախագահները չեն մտածում, որ գործը կհասնի դրան եւ ամեն դեպքում հանգիստ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, դե իմպիչմենտն ինչ կլինի բանտում մեր նախագահները, չէ՞։ Ինչ իհարկե մեր նախագահներն։ Ինչ տա, Բակո Սահակյանը նախագահ չէր։ Դա չեն պատկերացնում միգուցե որ Նիկոլը այստեղից իրենց կուղարկի։ Իհարկե ես նույն շատ լավ եմ պատկերացնում դա ճիշտ է որ ասում։ Սա հələ նախագահների մասով ասենք, հələ մյուսներին ասենք։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանում քանի ազգային ժողով ընտրություն ա եղել։ 2։ Այո։ Երկուսն էլ արտահերթ։ Այո։ Երկուսի նպատակահարմարությունն էլ ինքն ա որոշել։ Երկուսի օրն էլ ինքն ա որոշել։ Երկուսին ինքը մասնակցել է, երկուսին էլ հաղթել է անց, որ պարլամենտում ունի համադրական մեծ համադրություն փոխելու կարողություն։ Այո։ Հիմա ավելի դեմոկրատական է դառը մեր երկրի այդ ընթացքում, հակառակը։ Չէ։ 21 թվի Ավելի լպիրշացել է։ 21 թվի ընտրություններին քանի քաղաքական ուժ մասնակցել։ Ես շատ լավ գիտեմ, 25։ Հայաստանի պատմության մեջ երբեք դες բան չի եղել։ Քանիստ են շեմը հաղթարել նվազագույն, երկուսը, որոնցից մեկը ինքը։ Հիմա կմասնակցեն առնվազն 30-ը, որովհետև այդ ընթացքում նոր կուսակցություններ են ստեղծվել, չէ՞, հələ նորերը կստեղծվեն, նոր 25-ի տեղը մասնակցեցին 30։ Այն 30-ը 29-ը ընդդիմադիր հայացքներ ունեցող են, տանելու են այդ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքացիների ձայները փոշիացնեն, այտենց էլ շեմը չհաղթարեն, ինքը իր 20% քվեներով հայտնվի մեծամասնության դիրքում, ոնց որ եղավ 2021 թվին։ Երբ ասեմ, ուզում անկեղծ իրանք իմ համար այնքան կանխատեսել են, ուզում եք հիմիկ բանից իր ամբողջ քարոշությունն ասեմ ինչ անելու։ Մենք սահմանադրության տեքստ են գրելու առանց անկախության հռչակագրի, դնան իրաց բուկլետի մեջ։ Ասեն ժողովուրդ, մեզ քվեարկեք, որ մենք այդանք այս սահմանադրությունը փոխենք։ 20% ձենը հավաքելու, հետո ասի, տեսակ ժողովուրդը արդեն սահմանադրությանը կողմ քվեարկեց։ Այս սահմանադրություն փոխելու կարիք չկա, որովհետև սահմանադրությունը պիտի հանրակրվի, ով էլ ինքը գիտի, որ հանրակրվի այդ մարդ չի մասնակցելու, կողմ չեն ելնելու։ Կասի ուրեմն դրա կարիք չկա, արդեն ժողովուրդը մեզ ընտրելով, արդեն սահմանադրությանը արդեն կողմա քվեա։ Ասես մի հատ ֆռնիկը կանի, սահմանադրությունն էլ հենց տենց կործանի։ Եթե մենակով նստի ընտրությունը դա ժողովրդավարական հասարակարգերին բնորոշ ինստիտուտ է։
Եթե ընտրության օրը հայտարարում է, չի նշանակում դա ընտրությունն է։ Բռնապետությունները ընտրություն չի լինում։ Հիմա ասենք Բելարուսում ընտրությունների օր էր հայտարարվել։ Ո՞վ է ընտրվել։ Դե ով որ ընտրվել է Լուկաշենկոն է ընտրվել։ Լուկաշենկոն, բայց իմիջիայել շատ մեծ ընդվզում կար այնտեղ։ Հետո։ Աստեղ էլ չկա։ Հետո։ Խոսքը սրա Հա, մասին է։ որովհետև ստե բռնապետության մակարդակը ավելի մեծ է։ Հա։ Դրա համար։ Դրա համար անգամ Բելարուսի հետ չեմ ուզում համեմատել։ Դե Բելարուսում Այնտեղ գոնե ժողովուրդը լցված փողոցները գորգորում էր։ Էլին դե գոնե աշխատում են ապրում։ Հա, բա։ Ստե վտանգված է իրաց կյանքն է վտանգված։ Այո, անմիջապես։ Բայց վտանգով է, չէ՞։ Հիմա դե ինչ է վերցրել են բանեն Փայլևաններին բանը որելում են, դրանք ինչ են կոչվում, փայլևանները որ բախալարա խաղացել են, տակնը մեկները լումա, չէ՞, որ փող հավաքող, հա։ Այդ դրա նմանը սենց են գե յալանչի։ Յալանչի, հա։ Յալանչու պես ամեն անգամ մի անգամ այդ պլաստմասի կտորեր վերցի ասում է, էսի մեր քարտեզն է, դրանից հետո հիմա Թրամփի ստորագրությունն է վերցրել, այս ստորագրությունը Այն մարդն ոչ մի կերպ չի հիշում ինքնով է։ Ահա։ Հիմա ինքը այդ բաներով էլ ասում է, ես դες խաղաղություն եմ։ Մարդը, որը մեր ժողովրդի մենակ պատերազմ է բերել, պատերազմով վախացրել է այդ մարդկանց։ Հիմա ասում է, ես դες խաղաղություն, դու ոնց կարաս խաղաղություն բերես։ Հիմա ինքը այդ ձևով գնալու է, Պլյուս բոլոր լծակները ձեռեն, երեք Արսեն Թորոսյան արդեն ասում է, չէ, թոշակները այսքան բարձրացնել են 26 թվին, այդ թոշակների անկանխիկի վճարումների 20%-ն էլ հետ ենք տալու։ Կաշառեցին մարդկանց իշխանական լծակներով։ Բանակը սարքում են 2 տարվա փոխարեն տարուկես։ Երբ անիծավժի մեջ մտնելու 26 թվի հուլիսից նախընտրական շրջանում։ Էդի կես 2։ Մինչև 1 միլիոն դրամ ժամկետանց վարկերով որ վերցրել է հերրախոսառը Վիվարոյա խաղացել, չգիտեմ ինչ արել, 280,000 հոգու։ Ջնջում են այդ վարկերը։ Շատ մանրամասն դրան անդրադարձել։ Հեծը տիրացել են, Ռոմանոսին կարգել են գլխին։ Չեմ ասում նրանց քանի աշխատող ունեն ընտանիքի անդամները հիմնական կերակրում։ Կարամ վերջի 3 ամիսը, ասենք թե հունիսին է ընտրությունը, մայիսը, ապրիլը, մարտ, ասեն վարձը մի մուծեք հոսանքի, գնացեք Նիկոլ ընտրեք։ Չենք անջատելու հոսանքը։ Ինչ կլինի, հեծը 20 ընկանա, ջան դա բայրանց ուզածնել են, որ հեծը 20 ընկանա, թուրքեր կան առնեն։ Այդ սաղ լծակները, չեմ ասում, տոննաներով նարկոտիկ է ծախում, դաժե բանի Սյունիքի էկո պարեկներն է կիլոյով նարկոտիկ են ծախում։ Հասելա դրանց։ Ոնց են ծախում, պարոն Ղազարյան։ 25 կիլո բռնել են, չէ։ Հա, այդ եք ասում։ Բա դրանք բանը բարեգործն են հարուցել։ Հա, բա գործին չի համար են հարուցել, նարկոտիկը բերելու, ծախելու, էլ չեմ ասում բանան։ Բայց այն մի հատ որ տոննայով եկել է, ինչ եղավ դա։ Տոննաներով, ասենք դրանից առաջ ես մի օր նայել եմ, էլի հատուկ Արթուր Դավթյանը 19 թվին որ դատախազությունը հաղորդումը ներկայացրել է ազգային ժողովին, ասում է ամբողջ տարվա ընթացքում հայտնաբերվել է 59 գրամ թե 19 գրամներ կոկային տեսակի թմրանյութ ամբողջ տարվա ընթացքում ըստ մի տոննան գտել են 4 դե կորցրել են ճամփինա Պարոն Ղազարյան լրիվ զավեշտ է էլի բայց դի փողա չէ չգիտես լաս թե խնդաս բայց դի փողա չէ միլիարդավոր դոլարների փողա որը իշխում է մի կուսակցություն, որի նույնիսկ իրենց շատ հոգի հարազատ Transparency International-ը ասում է այդ կուսակցության ֆինանսական թափանցիկություն գոյություն չունի։ Չգիտենք այդ կուսակցության փող տվողներն ովքեր են, այդ փողը ինչի վրա է ծախսում, հատկապես նախընտրական շրջանում։ Հարց ես տալի, ասում է, «Յա, բա ձեր կուսակցությունը, բա դու ես հարցնում, բա ձեր կուսակցությունը, պետության ղեկավարը դու ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին դուք եք, եթե որևէ այլ կուսակցության գործունեությունը թափանցիկություն չունի, դրա պատասխանատուն ես եմ, թե դու ես, դու եկել ես ինձ հարցնում ես, թե ուրիշ կուսակցություն ֆինանսական միջոցներ որտից է հայթայթում։ Դե ինքը մանիպուլյացիայի աստվածն է։ Հիմա ասածս նա որ ինքը չվերահսկվող ֆինանսական միջոցներ ունի, իշխանական լծակները ունի, լրատվությունը ամբողջությամբ վերահսկում է դաժանությունն է գործադրում ընդդիմախոսների նկատմամբ բանտերից սկսած մինչև սպանություն։ Հիմա նրա հետ մարդը գնում է, դա նույն բանն է, ոնց որ մի հատ շախմատիստ, մի հատ բռնցքա մարդիկի հետ նստեն շախմատի տախտակի մոտ, միասին շախմատ խաղան։ Նա մի հատ տալու է գլխին, սրան նոկդաուն ան, ես ինչ-որ ձևի վեր կենա, գա նստի ուզենա շախմատ խաղա, երկրորդ ուդարը գլխին ուտի։ Հետո ով է հաղթելու։ Պարզ չի։ Ինձ համար պարզ է։ Դա ինձ համար էլ, պարոն Ղազարյան, այս ամբողջ ֆոնին, այս ձեր բոլոր թվարկած այս սարսափելի իրավիճակները զուգորդվում է նաև եկեղեցու դեմ հարձակումներով։ Եվ վերջին շրջանն էլ մեզ մի նոր բան բերեց,
արդեն ոչ թե կարգալույց հոգևորականներ էին մեջտեղ բերել, այլ գործող հոգևորականներ, իհարկե նրանք շատ քիչ են, ընդամենը 2-ը ի հայտ եկան եւ դուք էլ շատ այսպես մանրամասն անդրադարձաք այդ հարամությանը։ Այո, ձեր բառերով ասած այդ հարամությանը, բայց այստեղ ուզում եմ մենք մի փոքր վերցանենք եւ հասկանանք թե ինչ է անում Նիկոլը այս ռազմավարությունը փոխելու process-ում ինչ է ակնկալում այն ժամանակ են կարգալույց եղածներին իդե պաշտոններ են տվել արդեն կառավարությունում այդ կարգալույցները գիտեք հա խորը նշանին էլ չէ մշակել խորեն է բաբոս նրակի հայտ խորեն է բայց աշխարհի կանոնը նշան բայց հիմա կարգալույցը լացա նշան Հովհաննիսյանը արդեն պաշտոն է ստացել նշանը այո եւ կարծում եմ որ երի տենց կշարունակվեն էլի պաշտոն ստացողներ բայց ուզում եմ անդրադառնանք այս մասին ինչ նոր ռազմավարություն է որդեգրել Նիկոլը եւ եկեղեցու հետ կապված ինչ քայլերի կգնա, ինչ է կանխատեսում, քանի որ դուք ամեն ինչ կարողանում եք հստակ կանխատեսել։ Նա եկեղեցու հետ կապված կրկին անում է միայն ու միայն ադրբեջանական իշխանությունների պահանջները։ Ժամանակագրություն կա, չէ՞, ամսաթվեր։ 2025 թվականի մայիսի 22։ Ահա։ Կովկասյան մահմեդականների վարչությունը իդեմս Ալաշուքյուր Փաշազադեի, հետաքրքիր է, չէ, Փաշազադե, հենց դա պատիլ էր Փաշազադը, ասես դրա Փաշինը։ Այդ արմատը շատ ուժեղ արմատ է, հա։ Իսկ թվում է Ալաշուքյուր Փաշազադեի 75 թվին սրա ծնվելու տարին եղել է 22 տարեկան։ Այդ ջահել երեխեքն են, չէ, ասենք, որ ասենք երեխուն ազգանուն դնելուց բան, ասեք կարար, չէ, ուրիշ ազգանուն դներ։ Կասկած կա։ Մի խոսք, դա էլ է իր հետ, դա գենետիկա է դրա հետ գործ չունի։ Չմտնենք այդ դաշտ մենք չգիտենք։ Ես հետում եմ արդեն մեծացած Ալաշուքյուր Փաշազադե 25 թվի Կովկասի մահմեդականների վարչության պետի որոշումը։ Այո։ Երևանում եւ Էջմիածնում բացել Կովկասի մահմեդականների ղազիաթ թեմ։ Իշխանությունների արձագանք չկա, Մայրաթորը շատ կոպիտ հակազդել էր, արձագանքել էր հաջորդ օրը։ Ահա։ Դրանից հետո վեհապար հայրապետը Շվեյցարիայում մասնակցում է իր խնդրանքով, իր նախաձեռնությամբ հրավիրված համաեկեղեցական շատ հեղինակավոր համաժողովի եւ հանդես է գալի ելույթով, որի առանցքային հարցերն էին գերիներ, պատերազմական հանցագործություն, արցախցիների բռնի տեղահանություն, օկուպացված տարածքներում համաքրիստոնեական ժառանգության վերացման վտանգներ։ Այդ ելույթը վեհապարի մեզ հասանելի է դառել մայիսի 28-ին։ Ես ինչ որ ասում եմ ամսաթվերով եմ ասում։ Ճիշտ եք ասում։ Մայիսի 29-ին կառավարության նիստում Չուլան։ Այո։ Չուլան, Զիբիլ, ու քննարկում եմ լրիվ ուրիշ հարց, դրա հետ ոչ մի կապ չունի, այսինքն միանգամից հարցակում եկեղեցու վրա։ Ու սկսվեց այս հաջորդական արդեն գրառումները, հետո կինը միացավ, ընդ որում կինն էլ ասաց, նույն կին ենք ասում էլ այդ ուսանողին։ Ինչ հայտարարություն այդ ասեց մանկապիղծներ։ Բացի այդ, շատ կոնկրետ ասաց թե ինչի ասում է։ Այդ Շվեյցարիաներում, այդ ինչեր եք խոսում, այդ ինչ վերադարձ, այսինքն շատ հստակ ասում, որ իրենց հարցակման հիմքը նաև Շվեյցարիայում վեհապարի ունեցած ելույթն է։ Ու գալիս են հարցակում են եկեղեցու վրա, եկեղեցին, որպեսզի վերացնեն դրա տեղը սարքեն ղազիաթ։ Հիմա մենք այսօր եղել ենք, հագնվել ենք գարստուկապի եկել եմ հարցազրույցի, չէ՞։ Հիմա Թուրքիայում կան հատուկ ծառայություններ, չէ՞։ Ադրբեջանում կան հատուկ ծառայություններ, ասենք իրանց արտաքին հետախուզությունն, ազգային անվտանգության։ Այդ ծառայություններում ես գաղտնի ծառայություններ են, դրանց մասին շատ բան չգիտեմ, բայց տրամաբանություն ունեն, չէ՞։ Հայաստանի բաժին չի կարա չլինի, չէ՞, այսինքն չի կարա Թուրքիայի հատուկ ծառայությունում միած ստորաբաժանում կամ որ չլինի, որ միայն Հայաստանով, այսինքն հիմա այդ բաժնում կարող մի 20 հոգի մարդ աշխատի, առնվազն պետք է աշխատի։ Ես կարծում շատ է կլինեն, հա, որտեղ իրենց համար կարևորագույն հարցեր են։ Հիմա 20 հոգի, որ առավոտ դերել են, տղամարդ են, թրաշվել են, լողացել են, գարստուկապե գնացել, մի բանով պետք է զբաղվեն, պարապ չեն նստի։ Դրանց զբաղմունքը ի՞նչն է։
որպեսզի նայեն, տեսնեն, թե իրենց երկրի համար անվտանգային ինչ սպառնալիքներ գոյություն ունեն, որ այս սպառնալիքները վերացնեն, չեզոքացնեն։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին Թուրքիայի համար դիտարկվում է որպես անվտանգային սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Ոնց որ ասեն քրդական բանվորական կուսակցությունը նույնպես դիտարկում։ Ինչ արին քրդական բանվորը։ Օջալանին, բռնին, տարան բանտարկին, 20 տարի պահին, նանդից կոչարացած զենքը վայր դրին, որը չեզոքացնեն, չէ։ Հիմա եթե հայաստանյաց առաքելական եկեղեցինել են իրանք հասել են դրան։ Նա ավելի վտանգավոր էր, չէ, քրդական բանվորը։ Վերացրել են, հիմա եկե ասել են եկեղեցու։ Ինչ պիտի անեն։ Եկեղեցու առաջնորդում պիտի վերացնեն, եկեղեցական խորհուրդները պիտի վերացնեն, եկեղեցին ֆինանսապես պիտի թույլատնեն, որպեսզի վերանա Ղազիաթ ստեղծեն, չէ։ Էդ են անում։ Հիմա ասենք թե նրանց հատուկ ծառայության ասենք եկեղեցով պատասխանատող մայորը կարդացել է, չէ, մեր եկեղեցու պատմությունը կամ հիմա գիտեն ասում են այս եկեղեցին արդեն 17 դար է կառավարման նույն համակարգ ունի։ Վեհափառ հայրապետը համարվում է այդ եկեղեցու գլխավոր աստուծոյալ սպասավորը։ Իրան որ հեռացնում ես, փոխարինող դրան չկա։ Հետևաբար իրան լիկվիդացնելը էական նշանակություն ունի այդ կառույցը գլխատելու իմաստով։ Այո։ Հիմա ասեմ Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է Գարեգին կաթողիկին ցինիկաբար մեր բոլորի քրիստոնեական զգացմունքները անարգելով ավազանյանով է դիմում վեր մեհավը։ Բայց ասում է նա պիտի վեհարանից հեռացվի։ Եկեղեցական խորհուրդները պիտի լուծարվեն, այսօր բարձրագույն հոգևոր խորհրդի 2 անդամ այսօր իրանց դատն է։ Մեկի վճիրնա, մեկի դատական նիստն, այսինքն եկեղեցուական խորհուրդները պիտի վերացնեն, մի հատ անտեր հարամ պիտի գալնի կաթողիկոսի պաշտոնակատար, մինչև ասում են միջնադարում գրված կանոնագրքերը փոխվեն, գրափառի փոխարեն աշխարհաբար մի հատ բրոշուր։ Ու տեսեք ինքը նախապես ասել էր, չէ, որ քահանա, բարեպաշտ, ամուսնացյալ, տեսնում ենք մենք ինչ որ քահանաներ են մեջտեղում երևում։ Ինչ պետք է անի եկեղեցին ու մենք եկեղեցու հետ կամ համար։ Ինչ պիտի անեն։ Մենք պիտի դիմադրություն, սա ինչպիսին է։ Դուք դիմադրությունը օրինակ ոնց եք պատկերացնում, պարոն Ղազարյան։ Ես դիմադրության տարբեր պատկերացումներ ունեմ։ Կոնկրետ եկեղեցու դեպքում ոնց եք պատկերացնում։ Դե հիմա կա, չէ, դիմադրություն։ Ի վերջո նրան չի հաջողվել, չէ։ Հիմա ասեք թե նա մինչև հիմա ասում է, չէ, հավաքվելու ենք, այս առաջիկայում ինչ միազնի հրապարակ, չստացվեց, ասիկ ինքը արագ էր ուզում դա աներ։ Տեսակ մարդ չկա։ Հիմա զանգում են մարզպետին են, մեխակին են, մեկին ասում են մարդ հավաքեն, ասում է չեն գում, զանգում են, պշտում են, անիծում են, բան են անում։ Ինքը տենում է, որ ժողովուրդը իր այդ բանին չի արձագանքում։ Դրա համար գնացը մանեն եկե ցուցակները անայել են, ասենք այսքան ժամանակ ում են կարգալուծարը, կանչում են Պետրոսի մոտ, Պետրոսի մոտից տանում են պաշտոն են տալի, այն, չգիտեմ, ես իմ երրորդ սորտի են օմոնը, այն ինչ էր դրա ունեն, Արտուրը Կապիոն, օմոնը։ Գեղարդին Կապիո էր ասում։ Օմոնը, ես դրան օմոն եմ ասում։ Օմոնի բանկ բերում են խոսացնում, փորձում են հասարակական կարծիք ձևավորեն, այդ էլ չի ստացվում։ Հիմա ինքը ինչի չի ստացվում, որովհետև իրականում համաժողովրդական դիմադրությունը դրան գոյություն ունի, ինքը իրան չի, ասենք այդ հիմարությունները, որ դուրս են տալի մեր վեհափառի հոգև սրբազան հայրերի հասցեին, ես չգիտեմ, այդ նրանց վարկաբեկող տեղեկությունները սուտ, որ ոչ մի ձևի ոչ կարողանում են հիմնավորեն, ոչ կարողանում։ Դե դες ցանկացած մեր կապարանոց ամեն հիմարություն։ Այսինքն մտածում եք, որ այսպես ասել խոսալով կանցնեն կգնան։ Չէ, ինքը պայքարելու է, ինքը պայքարելու է, բայց Նիկոլ Փաշինյանի լավ եք։ Չէ, ինքն էլ ասե։ Ինքն էլ ասե, որ նույնիսկ ազգային ժողովում ինչ ասեց այն օրը, ասեց ես կոմպրոմիսի գնացող չեմ, որևէ բան չփոխեք, այս չարեք։ Դա կարող է այս լավն է, որովհետև եկեղեցին դա Աստծո ստեղծած կառույցն է։ Հետևաբար եկեղեցին բացի մեր որպես նրա հավատավոր զավակների նվիրվածությունից, պաշտպանությունից, աջակցությունից, որ մենք անում ենք մեր հանրային խոսքով, մեր ֆիզիկական ներկայությամբ, երբ որ եկեղեցու զանգ է հնչում, ես ճամփին էի վայքի, որ եկեղեցու զանգերը, չէ՞, միանգամից քշել եմ մեջմիածին։ Էդի դրանից բացի Աստված մեր եկեղեցում մեր հույսին չի թողել։ Աստված ինքն է պաշտպանում իր ստեղծած եկեղեցուն եւ շամ պատժի արժանացնելու այն շներին, ովքեր հաչալու են մեր եկեղեցու վրա։ Դուք խորհրդարան եք գնում անընդհատ եւ փորձում եք հանդիպել տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների հետ։ Ինչ փուլում եք։
Չեք օգնել, պարոն Ղազարյան, իմանալով, որ նրանք ձեզ միևնույն է չեն ընդունելու։ Ինչ օգնել։ Իհարկե, երբ որ ընդունելությանը գալիս են այլ խմբակցությունների падգամավորներ, այդ ընդունելությունները կայանում է, չի կայանում, երբ որ ԿՊ-ից ներկայացուցիչներ կան։ Նույնիսկ այն բուժքույրը, այն տգետը, որ իր համար բանը կրթությունը նորաձև չի։ Այո, բոլոր տգետների համար կրթվել է նորաձևը, բացի իրանից։ Այս մեկը, բայց այս մեկը ինքը համառ է, այնքը տգիտության հարցում ցուցաբերում է սկզբունքային համառություն։ Ասում է իմ կյանքի ապրած տարիներին սեր կա, ինչ պարտադիր է դիպլոմ։ Ես չգիտեմ ինչի է իր կյանքի ինտիմ մանրամասները այդ ձևով փորձում ներկայացնի, որովհետև թե այդ սերը ինչ ձևերով է դրսևորվի, ինչ արտահայտություն է ունեցել։ Դե եթե սեր կա, կարելի է համալսարան չավարտել։ Մանավանդ հետո ինքը լրացուցիչ բաներ էլ ասում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ամեն ինչ արել են բացի բժշկությունից, հետո դրա հետ միասին ասում է, որ ինքն էլ սիրառատ է եղել այդ նույն ժամը։ Չգիտեմ այդ մանրամասները, այդ խառը պատմեցեք իր ասածները, ինքը առանձին է ասում, բայց իր ասածները ասես որ բերեմ կմցնեմ ես իրար այդ խառը պատմություն, դրամատիկ պատմություն, որոնցից ոչ մեկ իրավունքին չի։ Հիմա Ես ելեր եք ընդունելության, ասում է չի ընդունում, ասեմ լավ, չի ընդունում, չի ուզում ասածս լսի, մեկ կունի ճիշում ես դու չափի, էլի է, էդ էլ չասեք, որպես բուժքույր էլ իր պարտականությունը չի կատարում։ Նա ձեր դեպքում այդ պարտավորվածությունն էլ չի անում, պարոն Ղազարյան։ Ոչ, բայց ստիպված են լինելու, իրանք դա իհարկե ես բոլոր դեպքերում նաև հաղորդումներ եմ տալի հանցագործության մասին, որովհետև քրեական օրենսգիրքը խտրականության հոդված ունի, իսկ իրանք ակնհայտ խտրական վերաբերմունք են ցուցաբերում միայն իմ հանդեպ։ Ես դրանից չեմ հոգնելու, սա պայքարի ձև է, պայքարի տեսակ է, իրանք ստիպված են լինելու առերեսվելու եւ կարող է ինչ-որ մի ժամանակ լինի, որ իրանք խնդրեն իմ մոտ ընդունելության եւ այդ ընդունելությունը իհարկե կարժանանա բուժքրոջ պարագայում առանց սիրո դրսևորումների։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, մեր հետևորդներին, հեռուստադիտողներին